Եկո- Ողջույն սիրելի գոլեգաներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, մասնակցելու մեր այսօրվա քննարկմանը, որը վերնագրվել է որպես նախաքննական մտորումներ։ Ինչպես գիտեք, ուսանողների կողմից հավաքվել են հարցեր եւ այսօր կփորձենք անդրադառնալ այդ հարցերին։ Էկրանս, ոյ, Սա հարթակն է, որտեղ հարցերը հավաքել էինք ու միանգամից ժամանակ չկորցնելով անցնենք հարցերի քննարկմանը։ Առաջի հարցը գրվել է մեր Արևի կողմից եւ լայքել են նրա 17 մոլորակները այս հարցը եւ հարցը հետեւյալն է, թե ինչու է բրոնխոսպազմի ժամանակ ածխաթու գազի մակարդակը բարձրանում։ Ենթադրում եմ, որ խոսքը արյան մեջ է, արյան մասին է, իսկ ասմայի ժամանակ մնում է նորմալ։ Նախ նշեմ, որ ուսանողների հեղինական իրավունքները պահելու համար իրանց հարցերը ուղղակի նույն ձև պատժենվել եւ ստեղ դրվել է։ Դրա համար որոշ դեպքերում կարող է մեր կողմից ինչ-որ բառեր ավելացնելու կամ պակասեցնելու կարիք առաջանա։ Այս հարցը մեկնաբանելու համար խոսքը տանք մեր սիրելի Արշակ Ֆայնբերգովիչին։ Շնորհակալություն բոլորին, ողջունում եմ, հարցի համար նույնպես շնորհակալություն։ Ну, իրականում հարցը, չգիտեմ, միգուցե ես հասկանում եմ ուրիշ ձև, որովհետև նույն ասթմայի ժամանակ նույնպես կա բրոնխոսպազմ, ու իմ համար համեմատությունը ինչ է բրոնխոսպազմի ժամանակ ցերոքսի մակարդակը արյան մեջ բարձրանում ասթմայի դեպքում ոչ, մի քիչ սխալ է, նաև երկրորդ ասպեկտը կա, իսկ ով ասես, որ ասթմայի դեպքում չի բարձրանում ցերկուսը, այստեղ ավելի շատ կախված է ինձ թվում է բրոնխոսպազմի աստիճանից, ինչ աստիճանի բրոնխոսպազմ ունենք, ինչ տևողությամբ բրոնխոսպազմ ունենք, որտեղ օրինակ վերցնենք բրոնխիալ ասթման, ինքը հիվանդություն ուղեկցվող պարբերաբար առաջացող բրոնխոսպազմներով, բայց միջնոպայական ժամանակաշրջանում որը փոփոխություն ու հատկապես սկզբնական շրջանում հիվանդություն չի հայտնաբերվում։ Այդ իսկ պատճառով նոպաների ժամանակ կախված նոպայի տևողությունից, եթե երկարատև է նոպան ու օրինակ ասթմատիկ ստատուսի մասն է արդեն խոսքը, իհարկե ցերկուսը բարձրանում է արյան մեջ ու նաև համարում է ցուցում արհեստական շնչառության անցման։ Երևի կարճաժամկետ է նոպաների ժամանակ ինչի ենք օրինակ մենք համարում որ ցերկուսը չի բարձրանում, որովհետև պետք է հասկանալ նաև կոմպենսացիան, ասթմայի դեպքում բրոնխոսպազմը տարբեր պատճառներից առաջացող, կախված ասթմայի տեսակից, բերում է առաջին հերթին, հիպոքսեմիայի, որին ի պատասխան մեր հարցուողները պետքա որ հիշեն, որ առաջանում է կոմպենսատոր հիպերվենտիլյացիա, որտեղ դրդվում են քեմոն կալիչները, իսկ հիպերվենտիլյացիան բերում է ցերկուսի դուրս բերման ու առաջանում է հիպոկապնիա, բայց եթե բրոնխոսպազմի աստիճանը բարձր է ու նոպայի տևողությունը երկար է, կարող է բերել ցերկուսի բարձրացման, ըստեղ մի քանի տարբերակել է, ախտաֆիզիոլոգիական մի քանի տարբերակել է գումարվում, նախևառաջ հիպերվենտիլյացիա ժամանակ օրինակ մկանների, շնչառական մկանների հոգնածություն, հոգնում են մկանները, հատկապես խոսքը վերաբերում է ստոծանին, նաև միջկողային մկաններին, հատկապես դժվարացած շնչառության պայմաններում, ու օրինակ շնչառական մկանների հոգնածությունը բերում է ցերկուսի կամաց-կամաց բարձրացման ու այսպիսով կարող ենք նշել, որ ասթմայի ժամանակ նույնպես կարող է ցերկուսը բարձր լինել։ Բրոնխոսպազմի ժամանակ ինձ թվում է հարցը նաև ուղղված է եղել, ենթադրում եմ, որ օրինակ քրոնիկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ, երբ որ կա հիպերկապնիա, ինչու է այդ ժամանակ հիպերկապնիա, ինչի ասթմայի ժամանակ հիպոկապնիա։ Այս կողմից էլ պատասխանեք, միգուցե հարցն փորձել են այդպես, տալ, նաև պետք է հիշել ստենոզի, աստիճանը, ինչպես նաև կայունությունը։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ ունենք ֆիքսված ստենոզ, քրոնիկ բորբոքումը բերում է բրոնխների քրոնիկ բրոնխների ֆիբրոզի ու կայուն ստենոզի զարգացման ու առավելապես արտաշնչական, հեվոցի ու ցերոքսի մակարդակի բարձրացման, արտաշնչում դժվարացած է, ինչը պետք է հիշել, որ ցերոքսի դուրսբերման, ցերոքսից ազատման մեր հիմնական եղանակն է։ Իսկ ասթմայի ժամանակ, ինչպես նշեցի, արդեն նոպաներից դուրս
մարդկանց մոտ բրոնխներում որևիցե պաթոլոգիկ բան չի հայտնաբերում սկզբնական շրջանում, դրա համար ցերոքսի մակարդակը կայանում է, նորմալանում է։ Երևի թե այսքանը այս հարցի հետ կապված շատ չի երկարացնելու համար։ Շնորհակալություն շատ։ Ունենք ինչ-որ ավելացումներ գոլեգաների կողմից։ Ինձ թվում է այն դեպքերից է նաև, որ շատ էական է ժամանակ բառի ճիշտ կիրառումը, դուք Լևոն լավ նշեցիք, որ կարևոր է, որ հարցի ձևակերպումը դուք չեք խեղաթյուրել հարց տվողի, իսկ մենք էլ շատ հաճախ ուշադրություն ենք դարձնում ժամանակ բառի օգտագործմանը։ Օրինակ, այս հարցի մեջ դեպքում բառը փոխարինելով ստացվում է երևի ավելի գրագետ ձևակերպում, բայց գուցե հարցադրման նրբերանգն էլ փոխվում։ Այդ պահին, եթե նկատի ունենանք ժամանակը, ներկայացվեց արդեն, որ այդ պահին կարող է եւ լինի, իհարկե, եւ կլինի։ Այդ դեպքումի ու ժամանակի տարբերակմանը ուշադրություն դարձնենք, սիրելի հարց տվող եւ չտվող ընկերներ։ Շնորհակալություն շատ։ Անցնենք հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը տրվել է Քույրքի Սալամանդր ընկերոջ կողմից, հավանությանը արժանացել նրա 12 ձախուկների կողմից եւ հնչում է որպես սուրշնչական դիստրես համախտանիշի պաթոգենեզը, հավանաբար ուզում է հարցնի պաթոգենեզը, ինչ որ բաներ անհայտ է մնացել իր համար եւ այս հարցին մեկնաբանելու համար դիմենք Արտեմ Սերգեյիչին։ Ես դեմ չեմ, բայց քանի որ ես գիտեմ, որ էլի հարց կա շնչառության հետ կապված ավելի հիմնարար մեխանիզմների տեսակետից, դեմ չեք, որ մյուս հարցի պատասխանից գնա, որպեսզի ՍՇԴՀ-ին գնա։ Ես նկատի ունեմ վենտիլյացիոն պերֆուզիոն հարաբերակցության հետ կապված հարց կար։ Իհարկե, այդ դեպքում որովհետև քանի որ այս վենտիլյացիոն պերֆուզիոն հարաբերության խանգարում ունենք նաև շնչական դիստրես համախտանիշի դեպքում, գուցե մի հատ էլ դա մեկնաբանվի, որից հետո ես փորձեմ շարունակել։ Միանշանակ։ Այդ դեպքում միգուցե VQ անհամապատասխանության մասին խոսելիս միանգամից ներառենք նաև Էլեր-Լեստրանդի մեխանիզմի մասին ակնարկ, քանի որ ունենք սենց երկու հարց այս պահով, ու խոսք տանք Սիանուշ Կարնիկովնային այդ դեպքում։ Էյլերին տեսել էի, բայց Լիլեստրանդին վաղուց չէի տեսել, ապրես որ գտել ես։ Դե սկսենք VQ անհամապատասխանությունից, հետո համապատասխանեցման համար Էյլեր-Լիլեստրանդին կդիմենք։ Լևոն ջան, թե կարելի է նորից այն նկարը կդնես այդ VQ անհամապատասխանության։ Երևի ամենադժվար հասկանալու մեխանիզմն է հիպոքսեմիայի վենտիլյացիա պերֆուզիա անհամապատասխանությունը։ Ես մի հատ տենց օրինակ էի դասի համար մտածել, հիմա կիսվում եմ մեր լսարանի հետ, որը հացի խանութի եւ այդ միկրոթաղամասերի բնակիչների մասին էր։ Պատկերացնենք, ունենք 3 միկրոթաղամաս, որտեղ կան մեկական հացի խանութներ եւ մոտավորապես հացի խանութում այնքան հաց են ստանում, որքան այդ թաղամասի ժողովուրդը օրվա մեջ առնում են։ Եվ տեղ կա վեն հացն է, Q-ն էլ պերֆուզիան է, այսինքն ժողովուրդն են գալիս են հացը վերցնում են, այսինքն էրիթրոցիտ թթվածին այս ալեգորիկ մոդելն է, եւ պատկերացնենք, որ հացի խանութներից մեկը ինչ պատճառով այդ օրը հաց չի ստացել։ Հիմա ժողովուրդը գալու են ու առանց հաց տեղից գնան, բայց թվում է, թե մյուս հացի խանութներից օգտվող ժողովրդի վրա դա չի ազդելու, բայց իրականում ազդելու է, որովհետև երբ որ տեղի ժողովուրդը առանց հաց մնան, իրանք ուր են գնալու են ուրիշ հացի խանութներ, այսինքն ստեղ գալիս է հիպոքսիկ վազոկոնստրիկցիան, եթե բրոնխը
փակվել է, ասենք այդ տարբերակը քննարկենք, կամ ալվեոլը սոսնձվել է թոքաբորբի դեպքում էքսուդատով, այդտեղով անցնող էրիթրոցիտները հետաքրքրված չեն նորից տեղ գալ, որտեղ իրանք առանց դե երակային արյան էրիթրոցիտներ են, թթվածին չունեն, հիմա տեղ արտերոլը սպազմա տալու եւ արունը վերաբաշխվելու է ավելի լավ օդահարվող տեղամասեր։ Այսպիսով մենք պրոբլեմ ենք ունենալու ոչ միայն այդ հացի խանութում, այլև մյուս հացի խանութներում գալու են հացը տանեն ու բուն տեղի բնիկ մարդկանց քիչ հաց հասնի, այսինքն ունենալու ենք ավելի քիչ քանակի հաց ամեն տեղ, ամեն ընտանիքում, այսպես ասենք։ Հակառակ խնդիրը նա կլինի, որ հացի խանութները երեքն էլ բավական իրանց ճիշտ քանակի հացը ստացել են, բայց մի հացի խանութի դիմաց վթար ա եղել, ինչ որ խողովակ ա վնասվել, տեղ ջուր ա հոսում եւ մարդիկ խուսափում են գալ այդտեղ, այսինքն ստեղ կունենանք մեծ V, բայց փոքր Q, փոքր մարդկանց հոսք։ Ով մտնի այդ հացի խանութ, պարզ է, իր քանակ հացը կվերցնի, կգնա, բայց հիմա նորից ունենալու ենք վերաբաշխում, քանի որ ստեղ դիմադրությունը բարձրանալու է, արունը հոսելու է այն տեղամասերը, որտեղ դիմադրությունը բարձր չի, եւ ունենալով նորմալ V, մենք ունենալու ենք ավել Q, այսինքն VQ հարաբերությունը այլ տեղերում իջնելու է, իսկ այդ մի տեղում բարձրանալու է։ Եվ պարզա, որ էլի չի բավականացնելու հացը կամ թթվածինը, նույնիսկ եթե այդ տեղը, որտեղ քիչ մարդիկ էին մտել, իրանք ֆուլ իրանց հացը վերցրել են, այսինքն էրիթրոցիտները ֆուլ սատուրացված են, բայց դա որևէ կերպ չի կոմպենսացնում մյուս հացի խանութներից արդեն անբավարար հաց գնաց վիճակը։ Այսպես ալեգորիկ, բայց կարծում եմ շատ դիպուկ կա, որ կարող է ոնց որ ընդհանուր առմամբ V-ն ու Q-ն նույն թվերը մնան 4 լիտր բաժանած 5 լիտրի, բայց ամեն կոնկրետ տեղամասում ինչպես այդ բաշխումը կատարվեց, դա շատ էական է։ Եվ արդեն Էյլեր-Լիլեստրանդի մեխանիզմը այն հանգամանքներից մեկն է, որը փորձում է V-ին adekvat Q ապահովել։ Եթե ունեցանք վատ օդահարվող տեղամաս, արտերիոլները թոքային զարկերակիքների, այսինքն թոքային զարկերակիքների հարթ մկանային բջիջները ենթարկվում են սպազմի, որտեղ քիչ արյուն հոսի, ուստեղ գալիս է հենց այդ հիպոքսիկ վազոկոնստրիկցիա կոչված ֆենոմենը, որի մեջ իդեպ բավական հարցեր կան, մեկը, որ այդ ֆենոմենի մոլեկուլային մեխանիզմները մինչև վերջ բացահայտված չեն եւ որպես սկիզբ ասեմ, որ այնտեղ տարբերում ենք սուր զարգացող ֆենոմեններ, մոլեկուլային տեղաշարժեր եւ քրոնիկ, այսինքն մի քիչ ավելի երկար հիպոքսիայի դեպքում գործարկվող մեխանիզմներ։ Սուր մեխանիզմները, ինչպես ենթադրում եք, արդեն իոնային հոսք պիտի լինի դեպի հարթ մկանային բջիջ, որը կառաջացնի սպազմ, իսկ քրոնիկ մեխանիզմները արդեն գենետիկ գործընթացների հետ են կախված, սպիտակուցի սինթեզի։ Եվ սուրի համար մի պահ կանգ առնենք, ասենք, որ թոքային արտերիոլները իրանց հարթ մկանային բջիջներին է հիմնականում վերագրվում, համենայն դեպս սուր այդ հիպոքսիկ վազոկոնստրիկցիա, որտեղ դեբատներ էին գնում էնդոթելն է առաջատար, թե հարթ մկանային բջիջը, ոնց որ ավելի շատ գրականության մեջ վերջի ռիվյուներում տալիս է, որ հարթ մկանային բջիջը անձամբ սենսինգ անում թթվածինը, արդյունքում կալումական մղանցքները փակվում են, ունենում ենք բջջի ապաբևեռացում կալումով եւ հետո բացվում են կալցիումական մղանցքները։ Կալցիումական մղանցքներն է վոլտաժ կախյալը նշվում է եւ շատ հետաքրքիր էր, որ TRPV-ներն են այստեղ նշվում, որ մասնակցում են, այսինքն ոնց որ հիպոքսիան թարգմանվում է որպես վնասում ու նույն ցավի մեջ արդեն այսօր էլ կխոսենք, նույն անցուղիները կարող է մի քիչ ուրիշ ենթատեսակները, TRPV4-ի մասին էր, կալցիումը բերում են ներս, մենք ունենում ենք հարթ մկանային բջջի կծկում։ Ինչ վերաբերում է արդեն քրոնիկ հիպոքսիային, այստեղ գենային տեղաշարժեր են, ինչպես ասացի, եւ
Նաև HIV-ի մասին կա ինֆորմացիա։ Եթե հիշում եք, մենք էրիթրոցիտոզ թեմայում ունենք մի հետաքրքիր ժառանգական տեսակ էրիթրոցիտոզի, որը կապակցված էր HIV-ի չքայքայվելու հետ, այսպես կոչված չուվաշների պոլիցիտեմիան, այդ չուվաշները, ովքեր ունեն այդ մուտացիան, ու չեն կարողանում HIV-ը քայքայել, որն հիպերլինդա սպիտակուցի մուտացիայից, իրանց մոտ նաև նկարագրվում է ոչ միայն էրիթրոցիտոզ, այլև թոքային հիպերտենզիա, այսինքն HIV-ը տևական, եթե հիպոքսիա եղավ, բերելու է այնպիսի աճի գործոնների արտադրության, որոնք հարթմկանային բջիջների պրոլիֆերացիա են տալիս, ֆիբրոզ են տալի և արդեն ստեղծում են մորֆոլոգիական փոփոխություններ զարկերակիքներում թոքային։ Ինչ վերաբերում է Կիտաևի ռեֆլեքսին, դրա մասին գրականության մեջ շատ քիչ ինֆորմացիա կա և Կիտաևից սկսած ինքը ինչ-որ 1930-ականներին արդեն մահացել է, այսինքն մոտավորապես երևի 1900-ականներին է այդ ռեֆլեքսը նկարագրել, միտրալ արատով պացիենտների մոտ ոնց է զարգանում թոքային զարկերակիքների սպազմ, և կարծում եմ այստեղ այդքան էլ ընդհանրություն մենք չունենք Էլեր-Լիլեստրանդի մեխանիզմի հետ, որը ի պատասխան հիպոքսիայի է զարգանում, որտեղ ստեղ ի պատասխան գերձգման է զարգանում սպազմը, և այդքան էլ մոլեկուլար մեխանիզմներ չկային, Համենայն դեպս ևս մի հեղինակ Հերմո Վեյբեր ինչ-որ անունով 1994-ին ոնց որ վերաբացեց Կիտաևի մեխանիզմը, ոնց որ կենդանիների վրա փորձեր դնելով, բայց մոլեկուլար մեխանիզմների մասին գրեթե ոչինչ չկա, ինչ-որ գրում են, որ ձգման ընկալիչներ են ակտիվանում, բերում է մկանների սպազմի, չնայած մեխանիզմների աղքատությանը, բայց կարևորությունը մեծ է այս մեխանիզմի, որովհետև այն փորձում է բեռնաթափի թոքային շրջանառությունը, երբ ունենք կանգ թոքային երակներում, որի հիմնական պատճառը իհարկե ձախ սրտային անբավարարությունն է, ինչպես կռահում եք, եթե կա ձախ սրտային անբավարարություն, ունենալու ենք մազանութներում հիդրոստատիկ ճնշման բարձրացում և թոքի այտուցի ռիսկ կամ արդեն այտուց, իսկ դա նվազեցնելու համար դեպի թոքներ հոսող ծավալ եթե իջացնենք, ավելի լավ կլինի, թող ոտքերը այտուցվեն, բայց ոչ թոքերը տրամաբանությամբ։ Այդպես, կարծում եմ, որ Կիտաևի և Էլեր-Լիլեստրանդի միջև համենայն դեպս այն գրականությունը, որ ես խնդրում էի, որևէ զուգահեռներ չէր անցկացվում, բացի մի զուգահեռից, որ երկուսն առաջացնում են թոքային հիպերտենզիա, եթե հիպոքսիկ վազոկոնստրիկցիան բերում է պուլմոնալեի վերջով, ապա Կիտաևն էլ, այսպես ասած Կիտաևն էլ բերում է ձախ սրտայինից աջ սրտային անբավարարության զարգացմանը, այսինքն տոտալ սրտային անբավարարության զարգացմանը և պոստկապիլար այսպիսով թոքային հիպերտենզիան վերաածվում Կիտաևի շնորհիվ գումարվում է պրեկապիլար թոքային հիպերտենզիա և դառնում է կոմբինացված թոքային հիպերտենզիա, այսպես, եթե լրացումներ ունեք, համեցեք։ Ես ուզում էի նկատի ունենանք, որ մենք մոտավորապես մի 15 տարի առաջ որոշեցինք Կիտաևի ռեֆլեքս սպառակապակցությանը այդ վերապահումը անել, դա ռեֆլեքս չի նշված այն տեսակետից, որ եղան փորձեր, երբ գանգլիոպաշարիչների ներմուծումից հետո այդ երևույթը շարունակում էր տեղի ունենալ, ինչի հիման վրա եզրակացություն արվեց, որ սա ռեֆլեքս չի, ռեֆլեկտոր աղեղը տեղ չի գործում, հետևաբար, եթե գանգլիոպաշարիչը երևույթը պահպանում, դրա համար ռեֆլեքս բառը դուրս եկավ ու երևույթը մնաց, որի այո, էֆեկտոր մասերում անդամությունը, այսինքն այդ կոնսերվման մեջ, բայց նրանց էության մեջ, այո, դուք նշեցիք ինչ տարբերություն կա, և կուզեի մի բան ավելել է նախորդ նկարի վրա, սա դուք եք նկարել, պարոն Գասպարյան, թե ինչ-որ մի տեղից եք վերցրել։ Չէ, ինքը վերցրած տենց իրականում սիմվոլիկ նկար էր։
Հասկացա, ուզում եմ ասեմ, իմ աչքին է թվում, թե իրոք այս մեջտեղի նկարի վրա այնտեղ սպազմ կա։ Ինձ թվում է տենց ուղղակի մոտով անցնելուց մի քիչ ճկվել է Խոս անոթը։ է անգեր, հա։ Չէ, դու ես ուզում Իրական, ասեմ, հա, իրականում զարկերակ, տես բան արանքը չկա, չէ։ մազանոտ, Արտեմ Սերգեյevич, պետք է փոքր լինի։ Ինչը։ Երակ, Մազանոթ, հա, երակիկ, տեղանոթ։ զարկերակիկ, մազանոտ։ Իրանց պուճուր աղբերն է, դրա համար է փոքր։ Հասկացա։ Նեղ չի, փոքր է։ Լավ, մի խնդրանք էլ Սիանուս Գառնիկովն, այստեղ որոշ բաներ տիպային օրինակներ բերված է, ինչ որ բաներ կհավելեք, Հա, այն իմաստով, որ մ, շունտային հոսքը, որ դեպքերում է ավելի բնորոշ, իսկ որ դեպքերում է ավելի հաճախ բնակիչների խնդիրներ չեն կարողանում իջնել վթարի հետևանքով, այսինքն դրանք վերածենք այն համախտանիշների կամ պրոցեսների միանգամ եւս սահմանացնելու համար։ դե թոքային տրոմբոէմբոլիան դա այն սցենարն էր, որ բնակիչները ճանապարհը փակվել է, չեն կարողանում խանութից օգտվեն եւ այդտեղ ունենալու ենք բարձր V ու վատ Q, իջած Q, հա, ու իրանք գնալու են այն տեղերը, որտեղ V-ն նորմալ էր, արդյունքում V-ն այդ տեղերում իջնելու է, որտեղ V-ն մնալու է նույնը, իսկ Q-ն ավելանալու է։ Այս մի սցենար։ Մյուսը դիտարկենք էմֆիզեման։ Էմֆիզեմայի դեպքում միջալվեոլար խտրոցները քայքայված են, ունենք ալվեոլների ձուլում։ Արդյունքում ինչ ենք ունենալու, օդահարություն կա, բայց այդտեղ եկող արյունը լավ տեղ չի հասնում, սակավահասնում եւ ելի ունենք V-ն բարձր, Q-ն ցածր, եւ արդյունքում մենք ունենում ենք վենտիլյացիայի վատնում, այսպես կոչված։ Արյունը ելի գնալու այն տեղերը, որտեղ քիչ թե շատ անոթները պահպանված են եւ վենտիլյացիայի մի մասը վատնվելու, այդ նման ոնց որ հացերը մնացին խանութում, ոչ մեկ չեկավ։ Եթե ես կարող եմ share անել իմ էկրանը, մի քանի գրաֆիկ ցույց տամ, ավելի պատկերավոր դարձնեմ իմ ասածը։ Շատ լավ, Հնարավոր է։ որովհետև առաջին ձեր բերած օրինակը մինչև դուք share եք անում, ես այս պաուզան լցնելու համար զուտ ասեմ, որ առաջին բերված օրինակը շատ ավելի ակնհայտ էր եւ 99%-ը տենց էլ պատկերացնում են, իսկ երկրորդ օրինակը շատ ավելի նուրբ է եւ պահանջում է պատկերացնել փոքային հյուսվածքի ամբողջ արխիտեկտոնիկայի փոփոխությունը էմֆիզեմայի պայմաններում զարգացող, ինչը դուք շատ հստակ ինձ թվում է ասեցիք, ճիշտ կլինի, որ եթե նկարի վրա էլ կլինի ավելի լավ, եթե չէ մեր գործընկերները ու Այսօր Սարհատը նկարների վրա բաց չի լինի մի հատ նկարեն իրանք իրենց ձեռքով, որ զգան որտեղից դա ստացվեց։ Հիմա այս նկարը արդեն ձեր էկրանին տեսնում եք, չէ՞։ Այո։ Հիմա սա էմֆիզեմայի դեպքում վենտիլյացիա, պերֆուզիա, սկանավորման արդյունքներն են, կապույտով ցույց է տալի վենտիլյացիան, որտեղ օդը կապույտ է եւ կարմիրով արյունը, պերֆուզիան եւ ինչ ենք տեսնում, որ ունենք բարձր VQ-ով տեղամասեր, նորմայում մաքսիմալ VQ հարաբերությունը մոտ 3-4 կարա լինի գագաթի շրջանում, բայց այստեղ ունենք նույնիսկ 10-ի հասնող VQ հարաբերությունը, այստեղ քիչ արյուն է գնում, որ իմ ասած արդեն պատճառով միջալվելար խտրոցների քայքայումով, եւ դրա համար ունենում ենք ոնց որ վենտիլյացիայի վատնում։ Այս Եվ տեսեք կապույտի այլ տակ տեղեր մնացածը փաստորեն խանութում մնացած պուրիներն են, ճիշտ է այստեղ։ չորացել են, տեր կանգնող չկա։ Եվ մյուս տեղերն էլ պերֆուզիանն է շատացել եւ արդեն օպտիմալ 1 թվից ներքև ենք, հա, իջեմ։ Տեսնում եք ինչ 1-ից ցածր թվեր է, սա ինչ վերաբերում էր էմֆիզեմային։ Հիմա ցույց տամ քրոնիկ բրոնխիտի դեպքում։ Քրոնիկ բրոնխիտի դեպքում մենք ունենք արյան հոսք այն տեղամասերը, որոնք վատ են օդահարված, այսինքն
հաց չեն ստացել վերսիան, այնտեղ հաց ստացել էին, արուն չէր գալիս, այդտեղ էլ հաց չեն ստացել վերսիանը։ Հիմա ցույց տամ ասթման, ասթմայի ժամը արդեն մի քիչ խոսեցինք ասթմայի դեպքում, ու էլի նման է պատկերը, եթե համեմատեք, նման պատկերը ինչ քրոնիկ բրոնխիտի դեպքում, այսինքն ունենք արյան հոսք դեպի վատ օդահարվող տեղամասեր, և թոքային էմբոլիայի դեպքում ունենք օդահարվող տեղեր, որտեղ արյան հոսք չունենք, և էլի արյունը վերաբաշխվել է դեպի նորմալ օդահարվող տեղեր, արդյունքում V-Q հարաբերությունը նվազել է։ Հրաշալի։ Կայքի անունն էլ է հետարքիր։ Կայքի անունը շատ լավ։ Ամաչել են ասեն պաթոֆիզիոլոգիա, ասել են Հա, deranged physiology, ես ինձ deranged թվում է Դավերձյանն է հեղինակը այս կայքի։ deranged physiology-ն Ավստրալիայում ռեանիմատոլոգներին իրանց քննությանը նախապատրաստելու համար է ստեղծված և շատ եմ սիրում այս աղբյուրից օգտվել, շատ հումորով հեղինակ է և տարբեր օրինական և անօրինական ճանապարհներով փակ հոդվածներից նկարներ է ճարում, հետաքրքիր բաներ ա գրում, վերջը թարմացնում, այնպես որ դուք կարող եք օգտվել deranged physiology.com սայթից։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն Սիանուշ Կարնիկունը այսքան խորը մանրակրկիտ բացատրության համար, կարծում եմ այլևս մեր երրորդ կուրսեցիները չեն խառնի, ամեն ինչ մի հատ էլ նորից կկարդան իրանց նյութում եղածը, կնայեն ընդեղի գրաֆիկները ու լրիվ իրանց մոտ կնստի ինֆորմացիան։ Եվ արդեն սահուն կերպով անցում կատարենք դեպի սուրշնչական դիստրես համախտանիշ, խոսքը տալով Արտեմ Սերգեյիչին։ Այս սալամանդրը ինձ շատ է տպավորել։ Թե ինչ, փորձեմ ես էլ մի քանի բան հավելեմ, որովհետև որքանով հասկացա, ով ոնց հարցը պատկերացնում է, տենց էլ թող պատասխանի, տենց է կոչվում։ Ես հետևաբար էթիոպաթոգենեզի վերաբերյալ մի քանի նկատառում ավելացնեմ։ Մեր նյութի եղած տվյալները համալրելով որոշ վիզուալ ուղեկից բաներով, ասեմ, որ հետաքրքրում ավելի մանրամասն վերջին տարիներին մի քանի շատ լավ հոդված է լույս տեսել սրա մասին, եւ պանդեմիան էլ ավելացրեց հարցի այսպես ասենք կարևորությունը այն իմաստով, որ կտրուկ մեծացան դեպքերը եւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում սուրշնչական դիստրես համախտանիշի, որովհետեւ կովիդը եւս առաջացնում է իր ծանր ընթացքի դեպքում սուրշնչական դիստրես համախտանիշ եւ մահացության հիմնական պատճառն է դառնում այդ խումբ պացիենտների մոտ։ Նկատենք, որ ըստ էության ոնց լիքը այլ օրգաններ, տենց էլ թոքերում կարող է տեղի ունենալ բորբոքում, ապա ինչն է հարցը, որ սա ոչ թե սովորական թոքերի բորբոքում ենք անվանում, այլ սուրշնչական դիստրես համախտանիշ։ Պատմական ասպեկտն էլ, որ մեր մոտ բերված էր, ինքը բավական տեղին ու հետաքրքիրն է, բայց բոլոր դեպքերում եկեք նայենք, որ եթե էտիոլոգիայից գնանք, մենք ունենք թոքի հյուսվածքի վնասում, առանձնացվում է ուղղակի թոքի հյուսվածքի վնասումը, երբ որ գործոնը անձամբ թոքային հյուսվածքի վրա է ազդում, սրանցից ամենահաճախ հանդիպողը հենց թոքաբորբն է, քիչ առաջվա բերված օրինակի դեպքում վիրուսային ծագման բանով, բայց նաև բակտերիալ անգամ սնկային թոքաբորբերը կարող են լինել մի խումբ պատճառները, երկրորդ խումբը կարող է լինել պայմանավորված նրանով, որ ստամոքսային պարունակությունը ասպիրացիայի հետևանքով կա ու վերևից լցվի
թոքային հյուսվածքի մեջ, այս տամոքսային պարունակության ասպիրացիան եւս ուղիղ վնասում է առաջացնում, բազմաթիվ ծխերի ենթարկվելը, շնչահեղձությունը, ավելի սխալ ասի, near drowning-ը այդ խեղդվելն է, այսինքն որ լրիվ չխեղդվեց, բայց ջրի որոշակի քանակ մտավ ու ես միշտ հիշում եմ, որ ֆիլմերում ցույց են տալիս մարդուն ոնց են փրկում, քիչ էր մնում խեղդվեր, հետո մի երկու հատ փորին սխմում են, ինքը ինչ որ դադարից հետո փխցկում է ինչ որ ջրի քանակ դուրս է գալի ու վсё, ինքը ուրախ-զուրախ սկսում է վազվզել ու թռվռալ ու բան չի լինում, բայց այդ ջուրը շատ հաճախ իրականում լինում է նաև ինֆեկցված, շատ հաճախ այդտեղ նույնիսկ եթե մաքուր իդեալական ջուրը լինի, առաջացնում է սուրֆակտանտի վնասում, ալվեոլների վնասում, ունենց որ եթե դուք խեղդվելուց փրկվել եք, միշտ ապեք միանգամից այդպես վազվզել, այլ պետքա գնաք միանգամից ռեանիմացիոն բաժանում պարկեք, խողովակները տնեք ու այդպես շնչեք։ Եվ տեսնում ենք մյուս կողմից ներկայացված են անուղղակի պատճառները դրա առաջացնող Արտեմ նորից սիրիչ եթե ես ներողություն եմ խնդրում, դուք share եք արել ձեր էկրանը։ ու նոր ձեր մտքով անցավ, որ ես ինչ որ մի բանի եմ ակնհայտաբար նայում, այո, շեր եմ արել։ Չի Բոլորս երևում։ մտածում էինք, թե մեր մոտ է սխալ, բայց պարզվում է բոլորի մոտ էր այդ։ Խայտառակություն։ Մի հատ նորից փորձեք։ Հեսա փորձեմ։ Ահա։ Կասեք ինչ պետք է տեսնենք հիմա էկրանին։ Մարդ հա տեղին ու կարմիր աստղերով վրա։ Երևում է թե էլի ուրիշ բան է։ Այո, տեսնում եմ։ Ահա, այդ տեղին Իմ ու մոտ է կարմիր խոսքը։ աստղերը բնավ էքսպրեսիոնիզմի դրսևորում չի, այլ արտացոլում են տեղինները թոքային հյուսվածքի ուղղակի վնասում առաջացնող պատճառների, իսկ վարդագույնները անուղղակի վնասում առաջացնողների, երկու դեպքում էլ տեղի կարող է զարգանալ ցուշնչական դիստրես համախտանիշ։ Երկու դեպքում էլ հիմնական ֆոկուսը, որը մի քիչ հետո կանենք եւ ավելի մանրամասն կնայենք, ալվեոլամազանութային թաղանթն է։ Նկատենք, որ սեպսիսը ամենահաճախ հանդիպող պատճառն է այս համախտանիշի եւ կարող է լինել ինչպես թոքաբորբ/սեպսիս, այսինքն տեղին աստղիկը, այնպես էլ այլ պատճառներից առաջացող որովայնային սեպսիսը կլինի կամ միզուղիների ինֆեկցիան լինի, այսինքն ստեղ թիվ 1 առանձնահատկությունը թոքերի որպես այդպեսին ընդգծենք, որ եթե որևէ տեղ օրգանիզմում անկառավարելի ուժեղ բորբոքում է գնում կամ սխալ պատասխան բորբոքային, ապա թոքերը երկրորդաբար process-ի մեջ ներառվում են իրենց մի շարք առանձնահատկությունների շնորհիվ, սկսյալ նրանից, որ ի վերջո փոքր արյան շրջանառությունը գոյություն ունի հենց թոքերի համար, այսինքն ամբողջ այդ արյունը մտնում է այստեղ եւ որ թոքերի ալվեոլային հյուսվածքը, ասենք, էպիթելային հյուսվածքը, ասենք, շատ ավելի հակված է նեյտրոֆիլներին այստեղ հրավիրելու, մաքրությունը կազմակերպելու եւ այլն, եւ դա փոքր դեպքերում լավ է արագ հյուսվածքը մաքրելու համար պաթոգենից ազատվելու, բայց եթե համակարգային բորբոքում է եւ ուժեղ, արդյունքը լինում է սա։ Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի լավ պատկերացնել ինչա կատարվում, բերեք մի հատ նայենք մեր գլխավոր պերսոնաժներին ստեղ գտնվող, մի անգամ եւս պատկերացնելու համար, որ մեր ալվեոլն է, տեսեք, ստեղ սպազմի օջախ ես չունեմ, ուղղակի սիրուն մազանոթ է կողքը նկարած, էրիթրոցիտներ են գնում գալիս, եւ տեսնում ենք, որ ալվեոլի պատը երկու տիպի բջիջներից է կազմված, տիպ 1 եւ տիպ 2 բջիջներ, տիպ 1-ը հենց բուն պատը ձևավորողներն են, նրանց խնդիրն է լինել տափակ, լինել բարակ, հեշտությամբ թողնել, որ թթվածինը գնա ու գա, բայց եւ նաեւ այնպես որոշակի պատնեշային դերակատարումը պահպանել։ Եվ մեկու մեջ նրանց մեջ դասավորված են այստեղ հավելյալ հետարքիր ֆունկցիաներ իրագործող բջիջներ, որոնք կոչվում են երկրորդ տիպի ալվեոլար բջիջներ, եւ նրանք արտադրում են հենց սուրֆակտանտը, այս ստորակետանման կառույցը լամելար բադիս, որ նշված է հենց այդ սուրֆակտանտի արտադրության մեջ ներառված հատվածն է, մակերեսին կարաժ նկարված ելներ ուրիշ նկարներում, որ ցույց կտամ շատ հստակ ավելի կա,
Նկատի ունենանք նաև, որ երկրորդ տիպի ալվեոլոցիտները կարող են առաջին տիպի ալվեոլոցիտի վերածվել եւ հետագայում ալվեոլի նաև վերականգնման հնարավորության գաղտնիքն են պարունակում։ Տեսնում ենք նաև շատ մեծ կարևորություն է տրվում ոչ մենակ այս թեմայի մեջ, այլ ժամանակակից մոլեկուլար բժշկության մեջ ասենք կամ հետազոտություններում, այս շատ կարևոր է, թե ոնց են կպած իրար տարբեր էպիթելային բջիջներ, այս դետալների մեջ բերեք չեմ մտնի, ուղղակի նկատի ունենանք այս սոդուլին, կլաուդին եւ այլ այս տեսակ սպիտակուցները, որոնք որ ձևավորում են նրանց միջև տարածությունները, այս սրանք էնդոթելի միջև գտնվողներն են, հետեւաբար մեր չգիտեմ արյան պլազմայի սպիտակուցները տենց հեշտությամբ չեն կարող անցնել ու լցվել է տարանքները թափանցելիությունը խիստ վերահսկվում է եւ նմանատիպ էպիթելային էլի տենց սերտ կոնտակտներ ունենք նաեւ ալվեոլոցիտների միջև այսպիսով ստեղից ուզում եմ նկատի ունենանք սա առողջ վիճակն էր ինչպիսին որ ինքը կա իսկ անառողջ վիճակը ավելի տենց համապարփակ այս աջ կողմից է երևում մի քիչ ավելի մանրամասնելու համար բերեք սենց նայենք որ ավելի պարզ լինի, հետո ավելի խոշորի վրա նորից կգա։ Եվ այսպես նախ մի պերսոնաժ ստեղավել երևում է դրա համար նաև այս նկարը։ Մի րոպե է մնացել, սա պրծնում է, եկեք ավելի լավ է, որ միտքը միանգամից նորից սկսենք, սա պրծնի ու նոր լինքը ուղարկեմ, ստեյջ շարունակենք։ Դուք ինչ ուզում եք արեք, ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նրա վրա, որ առողջ էպիթելի վրա ալվեոլար էպիթել տեսեք վրան գեղեցիկ այսպես մոլեկուլներ են շարված, դա գլիկոկալիքսն է։ Եվ նմանատիպը կա մազանոթի ներսից, այդ դրա մասին մենք հաճախ մոռանում ենք։ Թե ինչ մեր մոտ գովազդային ընդմիջում է, ով ուզում է թո ջուր խմի, ով ուզում է թո սուրճ խմի, ես էլ փորձեմ կարճ կապել, որովհետև ես վտանգ եմ զգում, որ տենց էլ խոսքը բերանս կմեռնի։ Դե ինչ սիրելի բարեկամներ, մենք վերադարձանք կրկին ստուդիա, հիշացնեմ, որ մեր առողջությունից դեպի հիվանդություն շարժման մեջ ենք հիմա նայում, մեր գլխավոր պերսոնաժները քննարկվող հարցի էպիթելային ալվեոլար երկրորդ տիպի բջիջն է, կամ երկրորդ տիպի պնևմոցիտ կոչվածը, տեսեք ինքը իր շուրջ ձևավորում է գեղեցիկ այսպիսի սուրֆակտանտի շերտ, եւ նրանից բացի ուշադրություն դարձրեք այդ նորմալ երկրորդ տիպի ալվեոլոցիտի վրա ունենք այսպես անցք, որը սարքած է նրա համար, որ տեղի ունենա նատրիումի անցում ներս եւ հակառակ կողմից բազովատերալ հատվածում գտնվում է պոմպը նատրիում-կալիումական, որով ստեղծվում պահպանվում անընդհատ գրադիենտ, այսինքն սա ջուրը քաշելու, հեռացնելու լավագույն միջոցն է եւ հիշացնեմ, որ ալվեոլի ներսում պետք է լինի վիճակը 4 մենակ ներսից սիրուն սուրֆակտանտի շերտ։ Ահա այդ նատրիում-կալիումական AE ֆազը եւ ահա այդ էնակ կոչվածը։ Դե ինչ, եթե տեղի ունեցավ որևէ վնասում, տվյալ դեպքում վնասումը այն դեղին աստղերից է տեղի ունեցել, ենթադրենք մանրեից, թե պետք կարա լինի նաև թոքի հյուսվածքի, ասենք թե սալջարդից կամ ստամոքսի պարունակությունը ստեղ ինչ-որ մի ձևի թափանցեց։ Դա առաջացնում է մեր տեղում գտնվող ալվեոլար մակրոֆագերի որպես տեղի պատասխանատու հյուսվածքին եւ իրենց բակին լավ նայող տղայի կարգավիճակում եւ ի պատասխան դրանց լինեն դրանք պամպեր, թե լինեն դամպեր, տեղի է ունենում նրա սիրելի բորբոքային, պրոբորբոքային ցիտոկինների արտադրություն։ Նրա ֆենոտիպը տվյալ դեպքում M1 ֆենոտիպն է եւ փուլը կոչվում է մեր էքսուդատիվ փուլ։ Առաջին փուլն է, որ տևում է մոտ մինչև 7 օր մոտավորապես այդքան։ Ինչ է լինում արդյունքը։ Մեզ հայտնի պրոբորբոքային ցիտոկինների ողջ սպեկտրը արտադրվեց, TNF-ը, ուռուցքի նիկրոզի գործոնը, ինտերլեյկին 1-ը եւ այլն։ Դրանցից նաեւ ինտերլեյկին 8-ը եւ հաջորդ CCL-ները, ինչպես դուք հավանաբար հիշում եք, քեմոկիններ են։ Դրանց ազդեցության ներքո մեր շրջանառող արյունից նեյտրոֆիլները առաջինը հասկանում են, որ ստեղ ինչ-որ բանասով կա մեր թոքի հյուսվածքին եւ նրանք տեսնում եք այս միջենդոթելային տարածություններով, որոնք արդեն բացվել են, թափանցում են ներս։
Ներս թափանցելուց նրանք շատ ուշադիր էին անցնելու, եթե 1-2 հատ անցնեին, բայց երբ որ սկսում է մասսայական անցումը, նրանց կողմից արտադրվող պրոտեազներով, ազատ ռադիկալներով, այս ամբողջ պատնեշի հերանիցվելը ավելի կրագետ, ոնց ասենք, կազմաքանդվում է, վնասվում է, ոչնչանում է այս նորմալ ալվեոլոմազանոթային թաղանթը եւ այս ճնշման ներքո հեղուկը պլազման սկսում է հոսել ներս։ Պլազման հարուստ է բազմաթիվ սպիտակուցներով, որոնք այս բորբոքային կրակի մեջ վերենացվում բորբոքային լրացուցիչ միջնորդների, գիտեմ, կինինոգենը կլինի կդառնա պրազիտինին այստեղ տեղում, ֆիբրինոգենը կվերածվի ֆիբրինի եւ այդ ֆիբրինի եւ մյուս սպիտակուցների հաշվին այս մակերեսին ձևավորվում է այն ինչ որ անվանում են հիալինային թաղանթ, այսինքն այդ ինքը նուրբ վարդագույն ձևով երևում է ալվեոլը ներսից պատող եւ բնականաբար արդեն դա խախտում է նորմալ թթվածնի տրանսպորտը ալվեոլից դեպի հյուսվածք, բայց բնականաբար ոչ մենակ դա, այլ նաև երբ որ այդ ամբողջը լցվում է էքսուդատով, երբ որ այս ամբողջ ալվեոլ, այս ալվեոլի մեջի ջուրն է այսպես լցված, այսինքն այստեղ թթվածնի տեղափոխումը խիստ խանգարվում է։ Եղածներն էլ, որ մարդը շարունակում է սրան զուգահեռ շնչել, արդեն մոտը զարգանում է հեվոց, այս թթվածինը տվյալ տեղամասում կարող է լրացուցիչ անգամ վնասումներ անի, լրացուցիչ կազմաքանդի։ Սա այն վտանգավոր պահն է, այն վտանգավոր փուլն է, երբ մարդը կարող է սուրշնչական անբավարարությունից հենց բուն հիպոքսեմիայից էլ պահանալ։ Բնականաբար դրա դեմ այս հիալինային թաղանթն է, այստեղ ցույց տրված, սրա դեմ պայքարելու միակ միջոցը արհեստական օդարությունն է, դեռ Արշակ Շահինյանը այստեղ նշում էր, որ ոնց են արագ մեր շնչառական մկանները հոգնում։ Իսկապես մի որոշ ժամանակ շնորհիվ վենտիլյացիայի հաճախության խորության մեծացման հաջողվում է մարդուն սեփական ուժերով ինչ որ չափով կոմպենսացնել, բայց դա շատ արագ իր ռեսուրսը սպառում է, ավելին, որքան էլ պարադոքսալ հնչի այդ մասին առաջին անգամ իմացողներին, բացի կամ նախքան հոգերի արհեստական օդարությունը կամ անգամ այդ պայմաններում լրացուցիչ մանավանդ ծանր դեպքերում կատարվում է կամ կարող է կատարվել պաշարում, նեյրոմկանային պաշարում, որը հնարավորություն է տալիս, որ այս մկանները հավելյալ չծանրաբեռնվեն, թողնեն, որ հանգիստ օդարության արհեստական ապարատը աշխատի եւ կարողանա ապահովել անհրաժեշտ գազերի մղումը։ Բայց իհարկե այս պայմաններում մենք դա երկար չենք կարող անել։ Մի այլ առանձնահատկություն երևի թե արժե նկատի ունենալ, որ պետք է հիշենք, որ բավական հետերոգեն է լինում թոքային հյուսվածքը այս պայմաններում, այսինքն կլինեն հատվածներ, որտեղ հստակ երևում է, որ լիք հայտուցային հեղուկ է լցվել եւ լինում են հատվածներ, որոնք հարաբերաբար լավ են օդահարվում։ Եվ այստեղ է տեղի ունենում են հացթուխների եւ շենքի բնակիչների խնդրեմ, այսինքն այն հատվածները, որոնք որ լցված են էքսուդատիվ հեղուկով, ըստ էության այդտեղ թթվածին չի հասնում եւ արյան հոսքը ուղղվում է դեպի այլ հատվածներ։ Այս դեպքերում է, որ թթվածին լրացուցիչ տալը կարող է քիչ կամ համեմատաբարանշան արդյունավետություն բարելավել, սատուրացիան ավելացնել, որովհետև ըստ էության այդ արյան հոսքը այդպես էլ որքան էլ մենք ավելացնում ենք ներշնչվող օդում թթվածնի մակարդակը, կարող է չհասնել անպատասխան մազանոթներին եւ մասնակցել, բայց միևնույն է, միակ միջոցը, որ տենց հստակ օգնում է, դա արհեստական օդարությունն է եւ հավելյալ քանակի թթվածին տալը, դրան մի քիչ հետո կանդրադառնանք։ Համենայն դեպս, եթե առաջիկա 7 օրերի ընթացքում հաջողվում է հիվանդին պահպանել այդ վիճակում եւ կփորձենք շեշտել, թե ինչի հաշվին նաեւ մի բան էլ նկատի ունենք, որ խնդիրները մենակ ալվեոլում չեն, որ զարգանում են, այլ նաև լուրջ խնդիրներ են ունենում հենց անոթների մեջ։ Դրա համար այստեղ տեսեք, մի հատ սիրուն մեծ մակարդուկ է նկարած, որովհետև այստեղ մենք նաև թրոմբոզ ունենք, միկրոթրոմբոզ, եթե մեկը կուզի նաև մի քիչ ավելի խոշոր, այսինքն պերֆուզիան էլ է դուրս։ Այսպիսով ՍՇԴՀ-ի դեպքում մենք ունենք ինչպես վենտիլյացիայի խանգարումներ, այնպես եւ պերֆուզիայի խանգարումներ, թոքի տարբեր հատվածներում կարող անգամ դրանք տարբեր լինեն, տարբեր ձևով իրար վերադրվեն։ Դրա համար պատկերը բավական խայտաբղետ կարող է լինել։ Սակայն լավ սցենարի դեպքում, եթե ստեղից շարժվում ենք առաջ, գալիս է պրոլիֆերատիվ փուլը,
որի մասին մենք հաճախ այդքան չենք խոսում, բայց եկեք այս պահին, եթե ուշ հարցը տենց լայն հնչել է, նայենք ինչ է այստեղ կատարվում։ Այստեղ M1 տիպի մակրոֆագը, երբ որ տեսնում է, որ կարելի է արդեն դեպի լավը գնալ, դառնում է M2 մակրոֆագ, սկսում է այստեղ ողջ մնացած նեյտրոֆիլներից ազատվել, սկսում է արտադրել հակաբորբոքային կամ ավելի լավ ասել բորբոքումը խաղաղ հանգուցալուծող ռեզոլվիններ, լիպոքսիններ, հակաբորբոքային միջոցներ, այստեղ ողջ մնացած մեր երկրորդ տիպի ալվեոլոցիտները սկսում են այդ ավել ջրերը ալվեոլոցիտից հանել, այդ նույն էնակի միջոցով նատրիումը քաշում է, հետևից ջուրը քաշում է, հակառակ կողմից նատրիում կալիումական AF ազով ու այդ ջուրը մաքրում, տանում հանում է դեպի ավշային համակարգ, դեպի արյունատար համակարգ, հեռացնում է ստեղից եւ նորից չորացնում է հյուսվածքը։ Եվ կարար ամեն ինչ ստեղ շատ լավ լիներ, ֆիբրոբլաստներն են պրոլիֆերացիայի ենթարկվում, ստեղից համեմատնում պրոբլեմներով, բայց կարա դեռ շատ լավ ելք եւս լինի։ Խնդիրը նրանում է, որ էդ էլ պետք է մի քիչ ավելի լավ ուսումնասիրել ինչու, բայց երբեմն պրոբլեմը գնում է եւ դառնում է ֆիբրոտիկ փուլ, միշտ չէ, պարտադիր չէ, եթե այդտեղ չի մահացել, կարա երբ միանգամայն լավանա, բայց որոշ դեպքերում տեղի է ունենում ավելցուկային շարակցահյուսվածքային աճ։ Երևի թե եթե չի ստացվում նորմալ ալվեոլոցիտներով հարցը լուծել, եւ թոքային հյուսվածքում սկսում է ավելորդ ֆիբրոզ հյուսվածք աճել, եւ դա նշանակում է, որ մարդու թոքերի ձգվելիությունը, compliance-ը նվազում է, դա նշանակում է, որ մարդու մոտ շատ երկար ժամանակ մնացող այն երևույթները կարող են մնալ ընդհանուր մինչև կյանքի վերջը, դա թոքերի կենսական տարողությունը կլինի շատ ավելի ցածր։ Մոտավորապես այս սցենարն է, եւ եթե մենք այդ մասին խոսեցինք, պետք է փորձենք երկու խոսքով էլ գոնե ասենք, այս գիտելիքը մեզ ինչ հնարավորություն է տալիս պրոբլեմի վրա ազդելու, եւ այդ տեսակետից դիտարկենք ինչ մոտեցումներ են եղել, օրինակ մի մոտեցումը ասելա, որ միգուցե մենք այդքան շատ չթիրախավորենք թթվածնային թերապիայի աստիճանը, շատ չխորացնենք, հետարքիր արդյունք էին ստացել եւ ոնց տեսնում եք, կեսից ընդհատել էին այս հետազոտությունը, բազմակենտրոն ռանդոմիզացված հետազոտություն էր, երկու բան էր համատում, կոնսերվատիվ թթվածնացումը, երբ որ նպատակը դրվում էր ապահովել զարկերակային արյան մեջ 50-ից 55-ից 70 մմ սնդիկիսյան պարցիալ լարվածություն թթվածնի կամ որ համապատասխանում է սատուրացիային 88-ից 92%, եւ լիբերալ ավելի ազատական մոտեցումը, երբ որ PaO2-ի ավելի բարձր թվեր են դրվել մոտավորապես նորմալ թվերի հասնելու նպատակով։ Ու տեսնում ենք, որ հետազոտությունը վաղ ընդհատել են, որովհետեւ տեսել են, որ մահացությունը կոնսերվատիվի դեպքում եղել է էականորեն ավելի ցածր, այսինքն դեռ քիչ պացիենտների վրա օրինաչափությունը տեսել են, հետազոտությունը ընդհատել են, այսինքն ավելի շատ թթվածին տալը մեկա օգուտ է, որքան էլ մենք ասենք, որ այնտեղ կարող է սուրֆակտանտը լրացուցիչ վնասվի, SN եւ այլն, միևնույնն է թթվածին շատ տալ պետք է։ Այս նաեւ հարցը նրանում է, թե ինչ լրացուցիչ բաներ կարելի է անել այս դեպքում, որ ավելի լավը լինի եւ ըստ էության շատ-շատերը արդեն դա գիտեն, որ կարելի է օգտագործել թե Հայաստանում դեռ քիչ կիրառվող, բայց արտամարմնային օքսիգենացիայի հնարավորություն, այսինքն քանի դեռ թոքերը այդպես կրիտիկական վիճակում են օգտվել մարմնից դուրս թթվածնով հարստացումով, այսինքն արտամարմնային օքսիգենացիան, փորի վրա պարկելու գաղափարը, որ մինչև 2013 թվական առանձին կենտրոններում կիրառվում էր, բայց ես հիշում եմ Նեժմում այսօրվա պես որ տպվեց, ոգևորված դուրս է եկել, ասում էի ապացուցվեց եւ այլն, եւ իմացա ուրախությունից, որ մեր ռեանիմատոլոգները շատ լավ դրանից քաջատեղյակ պահոց էին դառնում մինչև այդ զոր ապացույցների ի հայտ գալը եւ կրկին ամբողջ խնդիրը այն է, որ թոքի լավ հյուսվածքները պետք է օգտագործել։ Պիպ ռեժիմը, այսինքն դրական ճնշումը արտաշնչման պահին թույլ չտալ, որ թոքերը սնկեն։ Այս բոլորը այն ուժեղ գործողություններ եղան, որ փրկեցին։ Մեր բորբոքային կոնտեքստով հետաքրված ուսանողները կարող ասեն մի րոպե, բա հակաբար բորբոքային միջոցները, բա անճարեղ գլյուկոկորտիկոիդները, բա դեքսամետազոմը եւ այլն, պետք է ասել, որ
Ընդհանուր առմամբ սուշնչական ստրեսի դեպքում որքան էլ հաստատ տասնյակից ավել երևի թե մոտավորին մոտեցող հետազոտությունները անդադ փորձեցին գլյուկոկորտիկոիդների արդյունավետությունը ապացուցել, բայց այսպես ասենք, ընդհանուր առմամբ ցույց տրվեց, որ դրանք մահացության վրա չեն ազդում, թեկուզ առանձին այլ ցուցանիշներ կարող են էականորեն բարելավել։ Եվ երևի թե ես ավարտեմ նրանով այս հարցի պատասխանը, որ հետագա մեր մարտավարությունը կարող լինի այն ուղղությամբ, որ մենք այդ սուշնչական ստրեսի մեջ տարբերակենք, որ ենթատեսակն է։ Միգուցե շատ անգամ գլոբալ հաջողությունը չի ստացվում, ոչ թե այն պատճառով, որ դա չի աշխատում ընդհանրապես, այլ առանձին ենթախմբերի դեպքում կարող է արդյունավետ լինի։ Այ օրինակ, եթե ուղիղ վնասում ա եղել եւ ավելի ծանր ընթացք կա, միգուցե ստեղ ավելի ուժեղ պիպա պետք է անել, այսինքն ավելի մեծ ճնշում թվացնի ստեղծել այնտեղս տենց առանձին հաղորդումներ ունենք եւ կամ կարող ենք նայել թե հատկապես տվյալ պացիենտի մոտ ինչն է առավել շատ վնասված, դա մեզ տանում է դեպի խոսակցություն, դեպի բիոմարկերներ, օրինակ սլայդում ոչ թե այս քննությանը պատրաստվելու համար, այլ զուտ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ մենք այսօր հնարավորություն ունենք առանձին գնահատելու, իսկ ինչ աշխանի է վնասված ալվեոլոցիտը, ինչ աշխանի է վնասված էնդոթելի բջիջը, բորբոքման վիճակը ոնց է, այն գերուժեղ սուր բորբոքման վիճակն է, եթե ապա նշյալ ցիտոկիններով ենթադրենք կարող ենք դրա մասին դատել։ Կոագուլյացիոն հեմոստազը ընդհանուր առմամբ խիստ ակտիվացած է եւ սա կարևոր թիրախներից մեկն է թրոմբոզների կանխարգելման համար, նայել այս վիճակը ոնց է եւ նայեք սրա մասին հիմնական դատողությունը անելու միջոցը պրոտեին C-ի մակարդակն է պլազմայում։ Ապոպտոզի ցուցիչները, կարճ ասած, ապագան տերևում է մեծ պաթոֆիզիոլոգիական տեսակետից այնպիսին, որ երբ մենք ավելի լավ ենթաբաժանենք այդ խումբը ՍՇԴՀ-ի, մենք միգուցե նաև ավելի թիրախային կարողանանք բուժումը իրագործել։ Չգիտեմ, ես ձեր հարցին պատասխանեցի, թե ինչ որ ուզում էի խոսել, այն էլ խոսեցի, բայց համարենք, որ ՍՇԴՀ-ի պաթոգենեզի վերաբերյալ առայժմ այսքանը։ Շնորհակալություն շատ Արտем Սերգեյիչ, բավական խորը պաթոգենեզը ներկայացրեցիք, կարծում եմ Ես խորը չներկայացրեցի, ես շատ հակիրճ հապշտապ ներկայացրեցի, որովհետև մի կողմից իմ ցանկությունն էր, մյուս կողմից գուցե այնտեղ մի մարդ, որ ինչ որ կոնկրետ բան է ուզում ու չի ասել։ Դրա համար ես խնդրում ու հորդորում եմ, սիրելի բարեկամներ, հարցը ինչքան կոնկրետ տակ, այնքան կոնկրետ պատասխան կստանաք։ Իսկ եթե հարցը sense լայն տվեցիք, ես ինչ ուզերվեմ, այն էլ ասեմ։ Լևոն ջան, ձայնագրությունը ուղղակի դեկանատ 1 լեկցիա պլյուս խնդրում եմ։ Ամենայն դեպս ձեր այսքան ներկայացրածը կարծում եմ բավական լուրջ հիմք է հանդիսանալու, որ ուսանողների մի մաս շատ մեծ հաճույքով խորանալու է այս թեմայի մեջ, կարդալու է ավելի շատ այս թեմայի շուրջ ու հետո էլի հարցերով անպայման գալու է ձեր մոտ։ Որտե լիքը բան չհասկացա։ Անցնենք հաջորդ հարցին, որը վերաբերում է ռեընտրի մեխանիզմներին ու ձայնը տանք Արշակ Ֆայնբերգովիչին։ Այո, Ես ձևավորումը արտակարգ է Լևոն, ապրեք շատ։ Դուք շեյր եք անում էկրան, Արշակ Հա, Ֆայնբերգ։ ներում է։ Այո, այո։ Հա, որ zoom անելու հնարավորություններ ունենամ, դե ինչ հարգելի ընկերներ, ռեընտրի համար, ուրեմն վերցնենք ռեընտրի մեխանիզմի, հա, առաջացման պատճառները, հետևանքները երևի, անատոմիական հիմք է պետք մեզ եւ դե ախտաֆիզիոլոգիական հիմք, վերցնենք ավեհանգույցը, որտեղ հաճախակի, հա, ծագում են ռեընտրիներ, միկրոռեընտրիներ, ինչ ունենք այստեղ։ Անատոմիական հիմքը կայանում է նրանում, որ ունենք երկու ճանապարհ գրգռի փոխանցման, ունենք դանդաղ ճանապարհ, վարտագույնն է, որ ունի կարճ ռեֆրակտոր ժամանակ եւ ունենք արագ ճանապարհ,
դրդման փոխանցման կապույտն է ավելի երկար ռեֆրակտոր ճանապարհով իրար միացած են այս ճանապարհները ու նորմայում ինչպես է տեղ ունենում դրդման գրգռի փոխանցումը ավելի հանգույցով երբ որ արագ ճանապարհը քանի որ արագ ճանապարհը ավելի արագ է փոխանցում գրգիռը վերևից եկած սինոատրիալ հանգույց եկած դրդումը անցնում է արագ ճանապարհով տարածվում է հիսի խրձի վրա եւ արդեն փորոքների դրդում կարճ ճանապարհով եկած դրդումը հանդիպում է արագ ճանապարհին այն ժամանակ, երբ որ արագ ճանապարհը գտնվում է ռեֆրակտոր շրջանում։ Քանի որ հիշում ենք եւս մեկ անգամ արագ ճանապարհի ռեֆրակտոր շրջանը ավելի երկար է։ Սա տեղի ունենում նորմայում, այսինքն նորմայում վերընթաց, վերևից եկած գրգիռները անցնում են միայն արագ ճանապարհով։ Հիմա սա անատոմիական հիմք է։ Հիմա ինչի է առաջանում Ռենթրի մեխանիզմով առիթմիաներ, առիթմիաների առաջացման ամենահաճախակի մեխանիզմը Ռենթրին։ Ենթադրենք հաջորդ դրդումը, որը գալու է սինոատրիալ հանգույցից կամ վերին բաժիններից, գալիս է սխալ ժամանակին ասելով ընկնում է երկու նորմալ, դրդումների արանքը։ Այս ժամանակ արդեն հավելյալ եկած իմպուլսը իջնելով ներքև, քանի որ արագ ճանապարհը երկար ռեֆրակտոր շրջանում չի կարող փոխանցել եկած հավելյալ իմպուլսը, անցնում է դանդաղ ճյուղի վրա, քանի որ դանդաղ ճյուղի ռեֆրակտոր շրջանը ավելի կարճ էր, ինքը արդեն դուրս է եկել ռեֆրակտորությունից եւ հնարավորություն ունի փոխանցելու դրդումը վարընթաց ուղիով։ Վերցնում է իր վրա դրդումը, փոխանցում է դեպի ներքև հիսի խրձին եւ այն ժամանակ, երբ որ ինքը հասնում է արագ եւ դանդաղ ուղիների հատման կետին, արդեն արագ ուղին դուրս է եկել ռեֆրակտոր շրջանից ու կարող է դրդվել ռետրոգրադ ուղղությամբ։ Այս կարմիր սլակն է դեպի վերև վերընթաց, դեպի վերև ընթացող։ Ու երբ որ դրդումը արագ ճանապարհը դրդում է ռետրոգրադ ճանապարհով ու հասնում է սկզբնակետին, դանդաղ ճանապարհն է դուրս գալիս ռեֆրակտոր շրջանից հիմա էլ ու տարածվում է դանդաղ ճանապարհի վրա ու առաջանում է դրդման պաթոլոգիկ ախտաբանական օղ, որի ժամանակ դրդումը հավելյալ եկած դրդումը դանդաղ ճանապարհից մեկ ցատկում է արագ ճանապարհի վրա, հետո արագ ճանապարհից ցատկում է դանդաղ ճանապարհի վրա։ Սա կոչվում է re-entry մեխանիզմ, կախված անատոմիական տեղակայումից ու ընդգրկված չափերից ինքը կարող է միկրո re-entry ու մակրո re-entry-ներ, Սա միկրո re-entry-ն է։ Այսինքն անատոմիական հիմք պետք է ունենանք երկու ճանապարհ, մեկը դանդաղ, մեկը արագ, որոնք կապված են իրար հետ։ Եվ ախտաֆիզիոլոգիական հիմք պետք է ունենանք սխալ ժամանակ առաջացած պաթոլոգիկ իմպուլս, որը նախատեսված չէ սրտի նորմալ ռիթմով։ Այս պաթոլոգիկ իմպուլսը կարող է առաջանալ սրտի տարբեր բաժիններից, օրինակ նախասրտից կարող է առաջանալ, օրինակ նախասրտի շողացման ժամանակ կամ այլ էկտոպիկ օջախներից, ու սխալ ժամանակին։ Հիմա մի հատ էլ ես կուզենամ իրականում ցույց տալ մակրո re-entry օրինակ, որը նույնպես համապատասխանում է մեր կանոններին։ Մի հատ stop share անենք ու Խնդրեմ 1-2 բառով աշակվային վերբիջ, նաև ասեք, թե ինչ մեխանիզմների, ինչ կնայեք պաթոլոգիաների հիմքում կընկնի re-entry մեխանիզմը, ինչի կարող է Անպայման։ Ելում է sharing-ը նորմալ։ Այո։ Տեսեք, re-entry մեխանիզմը օրինակ պարոքսիզմալ, վերփորոկային տախիկարդիա կարող է առաջանալ AV հանգույցից ծագած re-entry մեխանիզմով, արիթմիայի տարածված տեսակը, երիտասարդների շրջանում շատ տարածված, հրահրող գործոններ կարող են լինել, օրինակ ծխելը, ստրեսը, սուրճի չարաշահումը, տարբեր պանիկ գրոհներ, օրինակ, այս բոլոր տրիգերները իրանք հանդիսանում են այդ իմ նշած ոչ ճիշտ ժամանակին, էկտոպիկ օջախներից առաջացած բերում են դրդման առաջացման, որը
մտնում է ավեհանգույց այն ժամանակ, երբ որ արագ ճանապարհը ռեֆրակտել է ու բերում է ռեենտրի մեխանիզմով առաջացող արրեթմիաների։ Կարող է առաջանալ փորոքային տախիկարդիաներ, օրինակ, շատ վտանգավոր կյանքի համար։ Գրեթե բոլոր արրեթմիաների հիմքը, ախտաֆիզիոլոգիական հիմքը իրականում ռեենտրին է, շատ մեծ տոկոսակազմում։ Մենք իհարկե մեր նյութերում նաև ներկայացրել ենք տարբեր այլ մեխանիզմներ ու տրիգերային օրինակ ակտիվությունը, բայց մեծամասամբ ռեենտրի մեխանիզմով են առաջանում։ Այս նկարի վրա կարող ենք տեսնել մակրո ռենտրի առաջացման օրինակ, երբ որ տեսեք, եթե ավեհանգույցում կան այդ երկու ճանապարհները, այստեղ արդեն այդ դանդաղ ճանապարհը ախտաբանական է, սա որ Parkinson White-ի համախտանիշի մասն է խոսքը, երբ որ նախասրտից դեպի փորոքներ, այս կարմիրն է, կա աննորմալ, կապ, որը նորմալ չպետք է լինի, այսինքն պետք է մեր դրդումը սինոատրալից անցնի ԱՎ-ին, ԱՎ-ից հիսի խրձին եւ տարածվի փորոքներ։ Իսկ այս դեպքում նախասրտից անմիջապես կարող են անցնել փորոքներ շրջանցելով ԱՎ-հանգույցը քենտի խրձով, այս կարմիր սլակի տեղում քենտի խուրձ են կոչում, որ Parkinson White-ի ժամանակ ու քանի որ ինքը դանդաղ, ուղի է, տարբերություն մեր հիսի խրձի, նույն ձև մենք կարող ենք ունենալ ռենտրի մեխանիզմ, արդեն մակրո ռենտրի կոչվածը, երբ որ այս օղի մեջ ընդգրկվում է մի ամբողջ սրտի բաժին, օրինակ ձախ փորոքը։ Ասեք դանդաղ ճանապարհից դրդումը անցնում արագ ճանապարհին ու շրջապատույտի մեջ է վերցնում ամբողջ փորոքը։ Իմիջիայլոց, որ Parkinson White-ի համախտանի ժամանակ էլեկտրոսրտագրությամբ այս դելտա ալիքի պարզաբանումով կարելի է տեսնել, որ կա նախասրտից փորոք դրդման անցում շրջանցելով ԱՎ-հանգույցը, որտեղ PQ ինտերվալը այստեղ գրեթե չկա, որը ցույց է տալիս ԱՎ-հանգույցով անցման մասին։ Երևի թե այսքանը, որ շատ հակիրճ ներկայացնենք հարցին պատասխանը։ Շնորհակալություն։ Երևի անցնենք հաջորդ հարցին, որը հետևյալն է, Graceful Orca-ի կողմից հնչած հարցն է եւ այն ունի հետևյալ տեսքը. վազոռենալ հիպերտենզիայի ժամանակ իշեմիայի դեպքում ինչու է ակտիվանում մի մեխանիզմ, որն ավելի է նեղացնելու անոթները, թեպետ մեծացնելու է նաեւ շրջանառվող ծավալը։ Անոթալայնիչ էֆեկտը ավելի առաջնային չէ լինի արդյոք այս դեպքում։ Եվ այս հարցի շուրջ խոսելու համար խոսափողը փոխանցենք Դավիթ Մերիչին։ Շնորհակալություն։ Ես այս հարցի ձևակերպման մեջ ամենաշատը սիրեցի, թեպետ մեծանալու է նաև շրջանառող արյան ծավալը արտահայտությունը փակագծերում գրած, որտեղ մասամբ ինքը պատասխանիս մեջ ընդգրկված է։ Իսկ ընդհանուր առմամբ ես բայց կարելի է մի բան ընդհատեմ ձեզ Դավիթ Մեիչ, հետո արդիական չի լինի։ Ոնց որ ես ձեզ շուշուտ ընդհատում եմ, հիմա դուք ինձ խնդրեմ համեցեք։ Այս երևում է իմ էկրանի ցուցադրածը։ Արդեն այո։ Այս պատկերացրիք էս ինչներ։ Քիչ առաջվա որպեսի Արշակ Ֆայնբերգովիչի ներկայացրած է երևա, էսի Wolf Parkinson White համախտանիշն է։ Պարկինսոնի հիվանդություն ունեցող գայլը նայում է սպիտակ լուսնին։ Ինքն էլ ըստ սցենարի սպիտակ, դե հիմա մի քիչ կեղտոտվել է։ Всё, Դավիթ Մերիչ կներեք։ Տենց հեշտ։ Դժվար ներեք, լավ։ Մի խոսքով սիրելի հարց տվող, ես կլինեմ շատ կարճ Արտեմ Սերգեյիչին ի հակառակ եւ իր տված պատասխանին։ Ուրեմն ձեր նշվածը դուք շատ ճիշտ եք նկատել, չկա դրա մեջ որևէ փոխհատուցողության տրամաբանություն, այսինքն սա պետք չի դիտել որպես օրգանիզմի պատասխան ռեակցիա կամ կոմպենսացիա, քանի որ եթե մենք դիտարկենք ինչու է ընդհանրապես ռենին-անգիոտենզինային համակարգը ակտիվացել, մենք պետք է հիշենք, որ նա էվոլյուցիոն տեսանկյունից շատ ավելի լայն խնդիր է լուծում, այսինքն եթե հյուսվածքներում ինչ-ինչ պատճառով լավ արյուն չի մատակարարվում, պերֆուզիան լավ տեղի չի ունենում, ռենին-անգիոտենզինային համակարգը հիշում ենք, որ բերող զարկերակում պերֆուզիան թուլանալու դեպքում
ակտիվանում է ռենինի սինթեզը եւ գործարկվում այս համակարգը։ Հետևաբար, եթե օրգանիզմում ինչ-ինչ պատճառով դա կլինի արյունահոսություն կամ, չգիտեմ, ջրազրկում տարբեր պատճառներով, որ էվոլյուցիայում հաճախ հանդիպել է լուծերի տեսքով, փսխումների տեսքով, ֆիզիկական աշխատանքով պայմանավորված քրտնարտադրության տեսքով, քանի որ հաճախակի մարտահրավեր էվոլյուցիայի ընթացքում եղել է հեղուկի կորուստը եւ դրանով պայմանավորված հյուսվածքների պերֆուզիայի ռիսկը, հետեւաբար ձևավորվել է այս ռենին-անգիոտենզինային համակարգը, որտեղ այդ սենսորը տեղադրված է եղել երիկամում եւ ասում է, որ երիկամ ջան, եթե քո պերֆուզիան վատ է, հետեւաբար սա թող լինի նշան, որ միգուցե ամբողջ օրգանիզմի պերֆուզիան է վատ, հետեւաբար ռենին-անգիոտենզինային համակարգը համակարգային անոթասեղմում իրականացնելով եւ ջրի հետ ներծծում իրականացնելով ապահովում է ճնշում եւ ծավալ։ Դուք փակագծերի մեջ ծավալի մասին գրել եք։ Բայց եկեք չմոռանանք, որ նման դեպքերում ստրես համակարգը եւս ակտիվացած է եղել եւ ստրես համակարգը օգնել է, որպեսզի տեղի ունենա ճիշտ արյան վերաբաշխում։ Այսինքն հետ ներծծված հեղուկը եւ անոթասեղմումը վերաբերել են հեղուկը շրջանառող արյան ծավալն է մեծացրել, իսկ անոթասեղմումը վերաբերել է այդ պահին գործունեության մեջ չընդգրկված օրգաններին եւ համակարգերին։ Իսկ այն օրգանը, որը լավ աշխատել է, հետեւաբար ունեցել է նաեւ տարբեր մեխանիզմներով տեղային արյունամատակարարման լավացում։ Այսինքն ստրես համակարգ եւ ռենին-անգիոտենզինային համակարգ միասին կարողացել են օգնել, որպեսզի աշխատող հյուսվածքը բարձր ճնշմամբ լավ արյան մատակարարում ունենա։ Հիմա քանի որ այսօր Սիրանուշ Գառնիկունան էլ ալեգորիաներով խոսեց եւ դա իմ սիրելի մոտեցումն է, իմ կողմից շատ սիրած մոտեցումն է պատվիզի դասավանդմանը, ես ուզում եմ մի հատ պատկերացնեք մի գյուղ, եթե այնտեղ մի հատ հացի խանութ էր եւ չգիտեմ, բաներ, թաղամասեր էին, մեր մոտ էլ մի հատ գյուղ, ես այդտեղ նկարները չհասցրեցի դնել, պատկերացրեք մի հատ հոսանքի պատասխանատու մարդ ենք ունենում, լույսի մարդ կամ էլեկտրիկ այսպես կոչված, ով որ ասում է, որպեսզի ես միշտ տեղյակ լինեմ, մեր գյուղում հոսանքը նորմալ մատակարարվում է ժողովրդի կարիքներին համապատասխան, ինքը իր տան մոտ դատչիկներ է դնում համապատասխան սենսորներ, որով ասում է, եթե իմ տան հոսանքը թուլանա, ուրեմն ես կենթադրեմ, որ ամբողջ գյուղում հոսանքը թուլացել է, ժողովրդին պետք է գնամ լարումը ուժեղացնեմ, հոսանքի ուժը մեծացնեմ, հզորությունը մեծացնեմ, որպեսզի բոլորը հոսանքի խնդիր չունենան։ Հիմա պատկերացրեք, եթե ինչ-ինչ պատճառով միայն այդ էլեկտրիկի տան հոսանքն է խախտված լինում տեղային ինչ-որ մի խնդրով, չէ՞ որ վազոռենալ երիկամային անբավարարությունը դա հիպերտենզիան, դա երկրորդային հիպերտենզիայի օրինակ է, որտեղ մենք ուզում ենք ընդգծել, եթե ասում ենք երկրորդային հիպերտենզիա, նշանակում է, որ ինչ-որ մի կոնկրետ օրգանում կամ հյուսվածքում ունենք խնդիր, որը հանգեցնելու է հիպերտենզիայի։ Հիմա տվյալ դեպքում ախտարված կամ պրոբլեմ ունեցող թիրախը երիկամն է կամ դեպքում էլեկտրիկի տունն է, որտեղ հոսանք չի մտնում։ Եվ այս մարդը որոշում է, որ եթե իմ տուն հոսանք չի մտնում, նշանակում է ամբողջ գյուղին պետք է ուժեղացնել հոսանքի լարումը եւ ուժը։ Գնում է, չգիտեմ, գյուղ մտնող այդ հոսանքի աղբյուրներին համապատասխան կարգավորումներն իրականացնում է եւ ուժեղացնում է թե հոսանքի ուժը, թե լարվածությունը։ Այսինքն, եթե երիկամում մենք ինչ-ինչ խնդրով պայմանավորված, օրինակ աթերոսկլերոզն ենք մենք բերել օրինակ, դեպի երիկամարյան մուտքը թուլացած է, երիկամը որոշում է, որ ամբողջ օրգանիզմին է պետք ուժեղացնել արյան մատակարարումը եւ զարկերակային ճնշումը։ Հետևաբար, ձեր նշած ձևով շրջանառող արյան ծավալի մեծացումը տեղի ունեցավ, պլյուս դրան նաեւ համակարգային անոթասեղմում, որով երիկամը իր պատկերացրած օրգանիզմի թուլացած պերֆուզիան փորձում է շտկել։ Այնինչ դու մի ասա, ծագումը այդ խնդրի եղել է հենց համակարգային հիպերտենզիայից, որի արդյունքում զարկերակի սպազմ էր եղել եւ երիկամը վատ էր սնուցվել։ Իսկ իր վատ սնուցումով ինքը բերում է բոլորին ճնշման բարձրացում եւ շրջանառող արյան ծավալի մեծացում։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, Դավիթ Մերիչ։ Հաստատ այս մի բաններ են խանութների նման ուսանողների ուղեղում դաջվելու է։ Եթե ինչ-որ ավելացումներ չունենք,
Մինչև դուք հարցը մյուսին կտաք, ես ուղղակի երիկամի տեղը մեղվեցի, ես իրան համարում եմ ինտելեկտուալ օրգան նուրբ չափիչ սարքերով, այդ իրականում ձեր ասելով ստացվեց, որ էլեկտրիկը դեբիլ է, բայց ինքը ինչ մեղավոր է, որ իրան այտենց է գալի։ Եկեք չմոռանանք, որ 99% դեպքերում այդ էլեկտրիկի շնորհիվ է, որ իսկապես ըստ գյուղի կարիքների գյուղը ստանում է adekvat քանակությամբ էլեկտրաէներգիա եւ բոլորը գոհ երջանիկ են։ Այն փոքր տոկոս դեպքերում, երբ որ այտենց է ստացվում, հիմա կներեք էլի, երևի հենց դա էլ պատվիզն է, բայց գլոբալ երիկամին տենց հիմար դեր չպատկերացնենք։ Մեկ էլ չմոռանանք, որ անգիոտենզին 2-ը վսյոտիկի նաև իր այն կծիկային ֆիլտրացիայի հարցն էր նաև բարելավում, շնորհիվ նրա, որ ինքը ավելի շատ էֆերենտն է սեղմում։ Համաձայն չեք, եթե թե ձենս էլի կդրվել է։ Ես չգիտեմ, եթե դուք այդ հիմար բառի համար նախ դուք այդ անվանումը տվեցիք երիկամին, բայց եթե սրտային, չգիտեմ, նախ հիպերտենզիան կա, սրտային ծանրաբեռնվածությունները մեծացած են, թե շածով, թե հետբեռնվածությամբ, մի հատ էլ երիկամը իր պերֆուզիան թուլանալու պատճառով նորից սրտի ծանրաբեռնվածությունը մեծացնում է, հիմա եթե այդ օրգանիզմը դեկոմպենսացիայի մեջ ընկնի եւ մահանա, կներեք, ձեր այդ շատ էլեգանտ եւ խելացի երիկամը իրեն պահել է իմ նկարագրած գյուղի էլեկտրիկի պես եւ հաշվի չի առել գլոբալ շահերը։ Մենք կարող ենք երկար վիճել, բայց եկեք գնանք առաջ։ Նման է երիկամի։ Մեզ մնաց երկու հարց քննարկելու, որը շարունակենք կարճատև գովազդային դադարից հետո։ Մենք վերադարձանք, սիրելի գործընկերներ, ու մեզ մնացել է երկու հարց քննարկելու, որոնցից առաջինը հետևյալն է, թե նախ հարցը տվել է գեղեցիկ մեդուզան եւ նա ցանկանում է կարճ ամփոփում կենտրոնական եւ ծայրամասային սենսիտիզացիայի վերաբերյալ, իրան հետաքրքրում են միջնորդներ, մեխանիզմներ եւ արդյունքը դրա։ Այս հարցի շուրջ կլսենք Դավիթ Մերիչի կարծիքը։ Ես կարճ ամփոփում անեմ, Արտեմ Սերգեյիչը կարծում եմ ունի այստեղ նաև ցուցադրական մատերիալ։ Ես պրոստը սենսիտիզացիա բառը կուզեմ ասոցացվի մեր ընկերների մոտ դրական հետադարձ կապի հետ, այսինքն մեր նյարդային համակարգում կա այդպիսի հնարավորություն, որը ուրիշ ձևով նաև իր պլաստիկությունն ենք մենք անվանում կամ բացատրում, որ մի բանը կրկնվելու դեպքում, եթե այլ հյուսվածքներում, օրինակ ինձ համար շատ տպավորիչ է էնդոկրին համակարգում, հա, եթե ինչ-որ մի ազդակ ավելանում է, իր ռեցեպտորը down ռեգուլյացիայի է ենթարկվում եւ հակառակը ռեցեպտորի քանակի շատացման դեպքում ազդակի քանակը նվազում, հետադարձ բացասական կապի սկզբունքով է կարգավորվում։ Ես կուզեմ, որ սենսիտիզացիա տերմինը ասոցացվի դրական հետադարձ կապի հետ, այսինքն ծայրամասային ինչ-որ պերիֆերիայում պետքա ինչ որ մի բանը նորից խթանի այդ նույն բանին, եկեք լվոր սենց ասենք, հետո ավելի մանրակրկիտ կնայենք Արտեմ Սերգեյիչի ցուցադրած սլայդում։ Կենտրոնականը դա պետք է լինի նյարդային համակարգում, ոչ թե պերիֆերիայում ինչ որ նյարդային վերջույթների մակարդակում, այլ նրա սինապսներում, որտեղ ենթադրենք հեշտ կարելի է պատկերացնել, եթե սինապսում ձերբազատվում է ինչ-որ նեյրոմիջնորդ, նրա քանակի ավելացումը ինչ-ինչ ճանապարհով տվյալ սինապսում կարող է մնացած օրինաչափություններով, եթե տեղի ունենար, պետք է իջացներ հետսինապսային մակարդակում զգայունությունը տվյալ միջնորդի նկատմամբ, բայց պարզվում է, որ նյարդային համակարգում կորցում է դրական հետադարձ կապ, այսինքն շատ գլութամատ ձերբազատվի սինապս, ռեցեպտորները ոչ թե կնվազեն, այլ ոչ միայն քանակական, այլ նաև տեսակային իմաստով մենք ունենանք ռեցեպտորների եւ հետագա արդեն սենսինգի բարձրացում։ Այս որպես կարճ ամփոփում եւ բան, ոնց նախաբան, բայց քանի որ դուք ուզել եք նաեւ ովքեր են մեջնորդները, մեխանիզմները եւ արդյունքը, Արտեմ Սերգեյիչ, եթե ունեք պատրաստի տենց նկար սլայդ, ինձ թվում է ավելի տպավորիչ կլինի։ Անիմացիայով սլայդ կա, որը ցույց կտամ, բայց ուզում եմ նաև նկատի ունենանք, որ հավելում ձեր ասացիք, որ իրականում իհարկե բացասական հետադարձ կապով աշխատող մեխանիզմներ էլ ունենք, մենակ այդ չի, որ մենակ դեպի բանն է,
Այսինքն մենք ունենք հնարավորություններ նաև մի փոքր հակառակությամբ աշխատելու, բայց եթե մենք փնտրելու լինենք ստեղ տրամաբանություն ու կենսաբանական իմաստ կամ նպատակահարմարություն, ապա հետենա, որ եթե դու այս պահին ունես այնտեղ վնասում դեռ, չպետք է շարունակես ելնես ու վազվզես այդ նույն վնասված ոտքով ամեն անգամ նույն ձևի ցավա, պետք է մի քիչ ավելի ուժեղ ցավա ըստ երևույթին, որ մենք հասկանանք, որ ավելի լավ է տվյալ վերջույթը, օրինակի համար հիմա շատ չօգտագործել, հնարավորություն տալ ինքը կազդուրվի։ Այդպիսով ես հատկապես ուզում եմ ծայրամասային սենսիտիզացիային որոշակի դրական իմաստ հաղորդեմ, չնայած ինքը ընդհանուր առմամբ իր գույնը ոնց որ ապահարմորողական է մեր համար, համարում ենք, որ դա ավտոբանական ցավին է հատկապես բնորոշ, բայց որոշ չափով, այն չափով, որ բորբոքումը շնորհիվ ցավի կարողանում է դեպի այս պրոցես, դեպի այս օջախ ընդգրկել լրացուցիչ քանակությամբ մեր նեյտրոֆիլներին, բորբոքմանը, որ նպաստենք այս հյուսվածքի մաքրմանը եւ ամբողջացմանը, եւ այդ տեսակետից պատահական չի, որ շատ մանրեն, շատ չասենք, բայց որոշ մանրեններ ձգտում են տեղում ցավազգացությունը փոքրացնել իրենց համար լավ նախապայմաններ ստանալու համար եւ այդ բորը լավ դրա ոնց որ օրինակներից էլ էկրան։ Ինչևէ, եթե սենսիտիզացիայի մեխանիզմներին էր հարցը ուղղված, ապա եկեք sense նաև մի խոսքով էլ ես ամփոփեմ, ճիշտ է դա այդ մեջ հրաշալի ասեց, որ բորբոքման միջնորդների մեծ մասը նոցիցեպտորի վրա ազդելով բերում են նրան, որ ի վերջո այն անցուղիները, որոնք գեներացնում են գործողության պոտենցիալ նոցիցեպտորում, ֆոսֆորիլացվում են եւ դրանով նրանց թափանցելիությունը մեծանում է, հետեւաբար նրանք նաեւ ենթաշեմային գրգռիչին սկսում են պատասխանել ցավային ձևով։ Խոսքը եւ բրադիկինինի մասին է, եւ պրոստագլանդինների մասին է, եւ NGF-ի մասին է, եւ ցիտոկինների, ինտերլեյկին 1-ը օրինակի համար եւս ունի նոցիցեպտորի վրա։ Այդ բոլորի ընդեղ արկայությունը բերում է նրան, որ մեր ծայրամասում բորբոքման կոնտեքստում մենք ունենում ենք շատ ավելի ուժեղ ցավազգացություն։ Քանի որ Լևոնի նկարի վրա նաև երևում էր բենյուտը եւ կալցիտոնին ազգակից պեպտիդը, դրանք եւս արդեն նոցիցեպտորի ծայրամասային հատվածում ձեռքբազատվելով լրացուցիչ թե արյունատանանոթների թափանցելիությունը մեծացնելու միջոցով, թե պարարտբջիջների դեգրանուլյացիան խթանելով դաշտ են բերում լրացուցիչ քանակությամբ միջնորդներ, այս վերևի նկարի վրա դա մասնավորապես երևում է, թե չէ, այստեղ ուրիշ էր, հա, չէ, այս արդեն կենտրոնականն էր։ Կենտրոնականը ես ցույց կտամ, ես ճիշտ չէի տեսել նկարը։ Ինչևէ, թույլ տվեք այդ դեպքում ես հիմա նաև ներկայացնեմ կենտրոնականում ինչա կատարվում։ Պատկերացրեք, որ մենք արդեն գնացինք այ քիչ առաջվա նկարի միջի զումն ենք անում եւ գալիս ենք նրան, թե ինչպես է տեղի ունենում գրգռի փոխանցումը ցավի տրանսմիսիայի առաջին եւ երկրորդ նեյրոնների միջեւ։ Սա նորման է, տեսնում ենք տեսնում ենք, որ ստեղ դեղինը գլուտամատն է, գլխավոր նեյրոտրանսմիտերը մեր ցավազգացուհու, եւ գրգռափոխանցումը իրականացնում է սովորական անպանկալիչներով նատրիումի հոսք եւ գործողության պոտենցիալ դրդում գնաց։ Այն MD անկալիչները պաշարված են, որովհետեւ մագնեզիումի փոքրիկ իոնները նստեղ գտնվում եւ այդպիսով իմպուլսը չափավոր է, բայց ուժեղ դրդման դեպքում մենք ունենում ենք այս էլեմենտան չաշխատեց։ Ուժեղ դրդումը գալիս ենք աճ սենսիտիզացիայի կոնտեքստում զգալի քանակությամբ նաև պենյուտ է սկսում ձեռքբազատվել, հիշեցնեմ, որ չափավորի դեպքում պենյուտը կարող է չձեռքբազատվի էլ։ Այստեղ ձեռքբազատվում ու խթանում է նեյրոգեինային ընկալիչներին, իսկ գլուտամատը անպանկալիչներից բացի նաև զգալի չափով կարող է մետաբոտրոպ գլուտամատի ընկալիչների հետ կապվել, նաև կապվել NMD անկալիչների հետ, որ այս որոշակի դրդման պայմաններում մագնեզիումի պաշարումից ազատվում է եւ նատրիումից բացի կալցիումի ներհոսքը ապահովում։ Եվ այդ պայմաններում, ինչպես էնդոպլազմատիկ ցանցից M-գլյուերի ազդանշանման ներքո, երբ նրանով պայմանավորված ինոզիտոլ երֆոսֆատը ուժեղացնում է էնդոպլազմատիկ ցանցից կալցիումի ձեռքբազատումը եւ NMDA ընկալիչներից տապանցած կալցիումը, այս սա առաջացնում է երկրորդ նեյրոնի որոշակի ակտիվության բարձրացում։ Եթե կարճ, ապա հենց սա է կենտրոնական սենսիտիզացիան, երբ երկրորդ նեյրոնը տրտունակությունը եւ ընդհանուր մետաբոլիկ ակտիվությունը բարձրանում է։ Եվ դա դրսևորվում է մի քանի բանով, օրինակ նրանով, որ
ավելի շատանում է հետսինապսային թաղանթի վրա անպանկալիչների քանակը, դա կալցիումը բերեց նրան, որ դրան գնացին, այնտեղ շարվեցին, եւ դա նշանակում է, որ հիմա սովորական քանակի դրդումից այս երկրորդ նեյրոնը ավելի է դրդվելու, ավելի զգայուն դարձավ։ Բացի դրանից, այդ կալցիումը խթանում է ինոսինտազին, նորություն չի մեզ համար, բայց տարբերությունը ստեղ սկզբունքային է, որ այս էնոն գազ լինելով դիֆուզվում է նախասինապսային թաղանթ, որտեղից խթանում է էլ ավելի մեծ քանակությամբ գլուտամատի եւ պենյութի ձերբազատում, որոնք էլ ավելի շատ կխթանեն ըստեղ եւ գնաց այդ կարճ միացումը, իրար խթանեցին, մեկը մյուսի խթանեցին եւ այս մեր երկրորդ նեյրոնը արդեն ցավազգացության մասին ուղղակի գոռում է դեպի ԿՆՀ-ի ավելի բարձրադիր գոտիներ։ Զուգահեռաբար այս տեղաշարժերը ուղեկցվում են որոշակի տրանսկրիպցիոն գործոնների, որոշակի կինազների ակտիվության մեծացմամբ, ցիկլին գախել կինազ 5-ը եւ սիֆոսը այդ տեսակետից համարվում են էքսպերիմենտալ մոդելներում քրոնիկ ցավի մարկերներ, որովհետև նրանց ակտիվությունը ստեղ բարձրանում է։ Այդ ցիկլին գախել կինազը տվյալ դեպքում ոչ թե խթանում է բջջի այս անցումը դեպի բազմացման ցիկլ, այլ ինքը ավելի կարող է նպաստել նրան, որ այս նեյրոնի դենդրիտների եւ փշիկների քանակը մեծանա, այսինքն ինքը կոպիտ ասած սկսում է ցավից ըմբոշխնել եւ հարստանալ մեր մարդը վատանում է, տառապում է, իսկ այս երկրորդ նեյրոնը ել ավելի շատ ռեցեպտիվ դաշտեր է գրավում, ել ավելի ուժեղ ձևի է ցավազգացությունը զգում։ Այն մոտավորապես պատկերացնելու համար դրան պատկերացրեք հաուսին իր վնասված ոտքով ու իր ողնուեղի այդ նեյրոնները ոնց են այս ցավազգացության ժամանակ փոխում, դրա համար ինքը մեղավոր չէր, որ ինքը այդքան կախել էր դարձել տարբեր բաներից եւ սիֆոսն էլ ցույց է տալի, որ այս բջիջը դեպի sense անաբոլիզմը միտված նեյրոնի է վերածվում։ Եվ չմոռանանք, որ նույն կենտրոնական սենսիտիզացիայի մեխանիզմում մենք sense զույգ սինապս ենք նայում, բայց սինապսը տրիպարտիտ է, 3 հոգով են նրանք այդ տանգոն ապարում եւ այդ նույն վերոնշյալ ազոտի օքսիդը, պրոստագլանդինները, ֆրակտալկինը, որին մենք հիշում ենք դեռ երևի թե որպես քեմոկիններից մեկը, որը ԿՆՀ-ում լրացիչ դերակատարում ունի եւ ահա մեր աստրոցիտները եւս process-ին սկսում են մասնակցել, այդ թվում պենյութը եւ գլուտամատը եւս բացի իրանց դերակատարումից նաեւ մեր այս գլիալ բջիջներին են ակտիվացնում։ Գլիալ բջիջն էլ որ տեսնում է այտենց կռիվ բալբալա, ինքն էլ սկսում ասում է դե որը տենց է, ես էլ բան ունեմ ասելու եւ ասում է, նորից ասում է, այնո ուռուցքի նեկրոզի գործոն ինտերլեյկին 6 պրոստագլանդիններ, թթվասնի ռեակտիվ ձևեր, դրդող ամինաթթուներն ու կոնկրետ նորից գլուտամատ, AF, որը տվյալ դեպքում ոչ թե տամպա հանդես գալիս, այլ գլիոտրանսմիտեր, եւ այդ ամբողջով ազդում եւ նախա եւ այդ սինապսային նեյրոնների ակտիվության մեծացման վրա, ավելի շատ նորից ձերբազատում եւ այլն։ Ու հաջորդը արդեն կենտրոնական սենսիտիզացիա չի որպես այդպեսին, բայց եթե առիթը ընձեռվել է շատ արագ անդրադառնանք նաեւ նրան, որ նորմայում, երբ որ մենք ծայրամասից ունենում ենք, այ մի տեղը ցավացել է, տրորում ենք այդ մասը, այս երկրորդն ենք տեսնում, ստեղից A-բետա թելերով պրոպրիոցեպտիվ կամ շոշափելիքի զգացողություն հաղորդողը ընկճող ինտերնեյրոնի միջոցով փակում է երկրորդին։ Համարվում է, որ հնարավոր է, որ ախտաբանության զարգացման դեպքում այս ընկճող ինտերնեյրոնները վնասվեն եւ ապոպտոզվեն շարքից դուրս գան, եւ այդ դեպքում այս լրացուցիչ, այսպես կոչված դարպասները ցավի փակող ազդեցությունը վերանա եւ մեր այդ էֆեկտը կորի։ Եվ վերջի տարբերակներից մեկը կառուցվածքային վերակազմակերպում ասելով կարող եմ դիտարկել, որ այս աբետան, որ գալիս էր դեպի շոշափելիքի նեյրոն, հնարավոր է վնասումների դեպքում, որ նա սպրաուցին գանի եւ գա շոշափելիքի ազդանշանը բերի դեպի ցավազգացության, այսինքն էս էլ ախտաբանական կապի ձևավորում։ Այսինքն այդ ողնուեղի մակարդակում տեղի ունեցող իրադարձությունները իրականում բավական հետաքրքիր են ու շատ, ու եթե սովորական ցավը զգում ենք, որ չի մեղվում, նշանակում է այդպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ծայրամասում տեղի ունեցող վնասման հետ արդեն որևէ էական կապ չունեն, վնասվել է հենց բուն նյարդային համակարգը, եւ դրա համար դա նեյրոպաթիկ, իսկ որոշ դեպքերում նաեւ նոցիպլաստիկ ցավի հիմքն են կազմում։ Վերջակետ։ Շնորհակալություն շատ ակնհայտ։ Քանի որ ակնկալում եմ մյուս հարցն էլ ինչ, ոչ թե ակնկալում են, գիտենք, լավ։ Մյուս հարցը ինչ է։ Ես ուզում եմ ստեղ մի հատ շեշտադրում անեմ դարձյալ ամփոփման բանով կոնտեքստում, որը մի քիչ Դավիթ Մերիչը իր այն ներքևի նկարի նման դարձավ։
Լևոն, բայց կարևոր բաներ ասում Դավիթ, ինչի բռնեցիր այդ մարդուն անջատեցիր, հենց լավ բաներ ասում, ես ուզում եմ, զգում էի դա, Ես հույս ունեմ, որ չի շարունակում ասել։ ասում եմ, ես կարող եմ սիրտում Պասիվություն։ թարգմանել, ես զգում եմ նույնիսկ ինչ ասում։ Դավիթ, մենք դուք կրկին եթերում եք, համեցեք։ Հիմա արդեն մի տեսակ, ես ձեռը կարկում արա դեպքի արտահայտությունն է։ Ես այս process-ի պատվիզը հասկացա, ոնց որ իր հեռախոսնի զանգ է գալիս, ինտերնետը գնում եւ այլն, որտեվ մի հատ էլ ես զանգեցի եւ երկրորդի մեղավորը ես էի։ Հիմա Հասկացա, Դավիթ, նորմալ է։ մենք դուք կրկին Այո, եթերում եք, մենք ձեզ հրաշալի լսում ենք։ Ես չգիտեմ որտեղից էի ընդհատվել, միտքս շատ արագ կրկնեմ։ Այսինքն չենք մոռանում, որ մենք գործ ունենք այս ամբողջը բացատրելու ժամանակ նյարդային համակարգի հետ։ Մի պահ, որ հետ գնանք եւ նյարդային համակարգում փորձենք եւս մի անգամ մեկնաբանել, ինչու է սա տեղի ունենում, որպեսզի երկու կարևոր բնութագրիչ ենք տալիս ազդակին՝ երկարատևություն եւ պարբերաբար ազդող ազդակ։ Եթե ինչ որ մի ազդակ տևական է եւ պարբերաբար ազդում, մեր նյարդային համակարգը պետք է դրան սովորի։ Եթե դու 5 անգամ գնում ես նույն տեղը, այդ 5 անգամը քեզ օգնում է այդ նույն տեղը գնալու ճանապարհը սովորես եւ դա քո համար է, քո շահիցավ, այսինքն նյարդային համակարգի գործառույթն է։ Հիմա այս դեպքում, քանի որ ցավի մասին ենք խոսում, ստացվում է այդ նույնը պրոյեկտում ենք մի քիչ ոչ այնքան մեզ համար հաճելի երևույթի վրա, ինչպիսին ցավն է, բայց մեխանիզմն ու սկզբունքը նույնն է, այսինքն անընդհատ կրկնվելու կամ ինտենսիվ լինելու դեպքում ցավ գործոնը այս նկարագրած մեխանիզմներով ձևավորեց իր նկատմամբ հիշողություն։ Սովորեցինք մենք դրան ու ցավոք սրտի հետագայում ոնց է դու կարող ես այդ քո գնացած տեղը հերթական անգամ էլ չգնաս, տարիներ շարունակ չգնաս, բայց մեկը հիշես, որ սենց էր ճանապարհը եւ այլն, այսինքն այդ հիշողությունը դարել է կայուն, չէ՞։ Կենտրոնական սենսիտիզացիայի մեխանիզմը մասնավորապես օգնում է, որպեսզի, նու ճակերտավոր տվյալ դեպքում օգնում է, որպեսզի ցավը անգամ գործոնի, ցավ առաջացնող գործոնի բացակայության դեպքում սինապսի մակարդակում հիշվի եւ շոշափելիքով կլինի, то երբեմն նաեւ սպոնտան կլինի, ինքը այդ ցավի մասին հիշեցնում է նյարդային համակարգին։ Սա հիմա հեսա Լևոն Սերգեյիչը որ կտա մյուս հարցը, որոշակի այսենց վերապրոֆիլավորելով այս ամբողջ բացատրածը մենք կտեսնենք իմ համենայն դեպս կարծիքը պատվիզի նկատմամբ սիրո ձևավորման գործում, մեխանիզմներում։ Փաստորեն նախորդ հարցը, հաջորդ հարցը մի քիչ հետաքրքիր ստացվեց, ունենք մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ։ Մինչև հարցը, հիմա մի հատ լսենք հարցը, լսենք մյուս մեկնաբանությունը, ու թերևս ամենահետաքրքիր հարցն է, որը տվել է այս գեղեցիկ թռչունը։ Հարցը հետևյալն է, ինչ որ բարի ավանդույթներ գոյություն ունեն, եւ դրանք շարունակելով փորձում ենք հասկանալ, թե որն է պատվիզի ամբիոնից դուրս չգալու ախտաբանական ցանկության պաթոգենեզը։ Բայց ես առաջարկում եմ, որ դա չլինի ախտաբանական ցանկություն։ Ես էլ ուզում ասել, ինչ մի Այդ կանխատալ վերաբերում։ հենց բանի սենսիտիվիզացիայի կոնտեքստում կարելի է քննարկել։ Դե օրինակ ես մեր եթերը մեր ուսանողները մի քանի անգամ դիտելուց հաստատ ավելի լավ կհիշեն կամ ցավ կապրեն, բայց Այսինքն լիկվիդ, երկրորդ լիկվիդ, տարի կրկնում։ Լևոն Սերգեյիչ, վերջում խնդրում եմ բարեմաղթանքների մասին հարց չտաք։ Ես իրականում կարծում եմ, որ պրոբլեմը շատ լուրջ է ախտաբանական ցանկության եւ այդ առումով պաթոգենետիկ բուժումը սկսել է մեր այս հաղորդման հովանավորը պարոն Մուրադյանը շնորհակալություն հայտնենք նրան դրա համար, որովհետև նա որ եկավ տեսավ մարդիկ չեն կարողանում պատվիզի ամբիոնից դուրս գալ, այն մուտքի հատվածում դռներ կար, որ փակվում էր, մնում էինք այստեղ, հիմա այդ դարպասը վերացել է եւ արդեն հնարավոր է եւ մտնել եւ դուրս գալ, ոչ մի խոչընդոտ այլևս չկա, այնպես որ այս խնդիրը շատ գեղեցիկ պատվիզական լուծում է ստացել։ հետաքրքիր է նաև այս համախտանիշի ախտորոշման կրիտերիաները, որ 2018 թվականին ախտաֆիզիոլոգների համաշխարհային կոնսենսուսը որ հաստատեց, ինչ կրիտերիաների հիման վրա է ախտորոշվում։ Ու նաև Ինձ թվում է նաև նկատի ունի, որ այստեղ փորկապության խնդիր ունի,
իր կոնտեքստը, որովհետև ասում է պատվիզի անկյունից դուրս չգալու, այսինքն այլ ուրիշ տեղեր, որտեղ գնում են վախվը խորաց եւ այլն, այնտեղ առաջանում է փորլուծություն։ Իսկ այստեղ այդ խաղաղությամբ շրջապատված ավենների գործունեությունը դանդաղում է եւ դուրս չեն գալիս։ Բայց ասենք, որ բուժում չունի իրականում։ Որովհետև նաեւ իդիոպաթի կա ու մենք գիտենք հետեւաբար ով է իդիոտ։ Դե ինչ ինձ թվում է կարելի է շնորհակալություն հայտնել բոլոր հարցտվողներին, մեր հրաշալի հաղորդավարին, ով ոչ մենակ հարցերը այդքան խնամքով ընտրել է, մի մասին տրվել է պատասխանել, մի մասը բերել է մեզ, այլ շարունակ այնպես անում, որ իրական լավ բարի ավանդույթներ շարունակվեն, այնպես որ ես ահագին բան սովորեցի, շնորհակալություն սիրելի գործընկերներ։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն ուսանողներին հարցերը գրելու համար, շնորհակալություն այն ուսանողներին, որ այնքան զբաղված են քննություն պարապելով, որ չեն հասցրել հարցեր գրեն ստեղ, ասեմ, որ կարող դեռ շարունակեք ամբողջ քննաշրջանի ընթացքում ստեղ հարցեր գրել, արդեն այլ ֆորմատով, թեկուզ հենց ստեղ հարցերին մեկնաբանությունների ձևով կպատասխանենք, ձեզ բարի քննաշրջան, այս Բայց անգամ մեկ էլ մյուս անգամ խնդրում եմ էլի ընկերներին, որ տրանսլիտերացիա չանեն, էլի ես գիտեմ ես ով արել, ես իրան հատուկ կզգուշացնեմ, չի կարելի մեծրով մաշտոցը ձեր վրա կջղայնանար հիմա։ Արտեմ Սերգեյիչ, Մեսրոպ Մաշտոցը տապատար տառերն է ստեղծել, թե ձեռագիր է։ Ինձ թվում է նա ձեռագիրն է ստեղծել, տպատառը Գուտենբերգը եկավ, խառնվեց իրար։ Այդպես տենենց Մեսրոպ Մաշտոցը նեղանալու է։ Բայց սրա մասին երևի մի առանձին ոդքասթ։ Դե ինչ, շնորհակալություն բոլորին։ Չէ, բայց տրադիցիայի համաձայն Դավիթ Մերիչը պետքա վերջում բարեմաղթանք ասեր մի նախադասություն։ Ասել եմ այտենց բան ինչ չասեք։ Դե անջատի, շուտ Ասածները անջատի, իմ քանի մարդ չի հաղթանքները լսել։ կատարվում են։ Դե լավ, հաջողություն, մինչ նոր հանդիպումներ։ Հաջող